Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ ու իսրայելահայեր յութուբյան մեր ալիքի հետևորդներ։ Այսօր մենք բացառիկ հյուր ենք հրավիրել մեր ուրեմն յութուբյան ալիք Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ, պատմաբան, գնդապետ, մեր շատ հարգելի ու սիրելի մնացական Տեր Խաչատրյան Սպագրատունին։ Առաջին անգամ ենք մենք նման ֆորմատում միասին զրուցում։ Խնդրում մի փոքր պատմեք, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնեցիք մշտական բնակչության հաստատելու, ընդհանուր ինչ կապեր ունեք Ամերիկայի հայկական համայնքի հետ ու ձեր կազմակերպությունը կոնկրետ տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինչպիսի աշխատանքներ է իրականացնում։ Արտем ջան, ողջունում եմ քեզ, շատ հարգարժան մարդու, հայրենասեր նվիրյալ ինչքան հասցրել եմ ճանաչել քեզ եւ մեծ գործ է կատարում Արտեմի կողմից, ես ասեմ մեր դիտորդներին, ովքեր որ կդիտեն այս նյութը։ Ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ նախ, որ մեզ հաջողվեց ի վերջո կապվել իրար հետ, այս նախապատմությունը նախ ներկայացնել, որտեղ շատ երկար ամիսներ չէր հաջողվում դա անել ցավոք սրտի։ Մեր մյուս համանախագահի Ցալոքանյանի Գագիկի հետ կապվել ենք, բայց մենք ուզում ենք նույնպես զրուցենք եւ չէր ստացվում։ Այս զբաղվածությունը եւս մեր աշխատանքի ցուցիչն է ամենաբար։ Բացի դրանից դուք հիմա հարկերակցության տակ եք արդեն քան երրորդ ամիսն է։ Եվ պիտի ասեմ, որ ես ուզում եմ ասել, որ Սփյուռքում պիտի լինեն այսպիսի մարդիկ։ Այ Արտյոմ այն կապող օղակներից մեկն է եւ տեղեկատվական, այսպես մեր չեղած, բայց պիտի լինի այդպիսի մի կազմակերպություն, դրա անձամբ ինքը առանց որևէ մեկի կողմից ասենք լիազորվածնելու իր սրտի կանչով անում է հաջորդման այն ինչ որ պիտի մեր Սփյուռքը կազմակերպեր ու աներ վաղուց միջազգային մակարդակի ցանց ստեղծել, չունենք դա։ Եվ նաև այդ պատճառով մեր կազմակերպությունը ստեղծվել, ասեմ ձեզ։ Եվ ես հետևում եմ ձեր արածներին, ձեր Ուկրաինայում մեր Արտյոմ Մարատն այնտեղ շատ լավ աշխատանք անում, պիտի ասեմ ես շատ ուրախ եմ դրանով։ Էլի ունենք մարդիկ, որոնք տեղեկատվական այս պայքարում, այս կարևոր գործում մեծ ներդրում ունեն։ Եվ ցավում եմ, որ շատ համայնքներում չկան դրանք, տեսեք ես ընդամենը մի քանի համայնքի անուն տվեցի, էլի կան երևի, բայց հիմա բոլորին չթվարկեմ, ուզում էի, որ աշխարհի բոլոր համայնքներում լինեն այսպիսի մարդիկ եւ ամեն համայնքում գոնե մի 10 հոգի, որովհետեւ չի կարելի ազգային շահերի պաշտպանության ծանր բեռը թողնել մի քանի անհատների ուսերին, ինչքան էլ նրանք հայրենասեր են, ուժեղ են, նվիրյալ են եւ այլն եւ այլն։ Ցավոք սա մեր ազգի ամենաթույլ կողմերից մեկն է։ Եվ նորից եմ ասում, ես ես եւ Արտյոմին ներկայացնել եւ նաեւ այս խնդիրը ցույց տալը նպատակ ունի բացատրելու թե ինչու մենք 4 տարի առաջ, հեսա հուլիսի 1-ին կլերանան ուղիղ 4 տարին 2022 թվականին ստիպված ստեղծեցինք Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպությունը։ Այդ անունով միջազգային շարժում։ Միջազգային շարժումը պիտի ասեմ ձեզ եւ հայերի ընդգրկում եւ այլազգիների ես ստեղծողներից մեկն եմ եւ Միացյալ Նահանգներում համանախագահ մեր մյուս համանախագահը գտնվում է Երևանում Գագիկ Սարուխանյանը ազատամարտիկ 38 տարի ռուսական կայսրության դեմ Հայաստանի անկախության համար պայքարած մարդ բազմաթիվ մահափորձերով անցած ել չեմ ասում բոլոր այդ ռազմական գործողությունների միջով որ Հայաստանի վզին փաթաթել է Ռուսաստանը իր ադրբեջանցի դաշնակիցների ձեռքով, այսպես ասենք, եւ ահա մենք ուրեմն փորձում ենք համաշխարհային մի այսպիսի շարժում ծավալել, որը կարողանա ծառայել հայ ազգի շահերին։ Այն ինչ որ ցավոք սրտի շատ պետական եւ նաեւ ինչպես ասենք Սփյուռքի ազգային մարմինները չեն անում, ցավոք սրտի չեն անում, կամ ձև են տալիս որ անում են, կամ ընդհանրապես աշխատում են չտեսնելու տալ, անում ենք մենք։ Եվ պիտի ասեմ, որ այսպիսի անհատների հայ, ուրեմն հայասեր օտարազգի եւ հայրենասեր հայ, այսպիսի ուրեմն մարդկանց շնորհիվ կատարվում է գործ, որի մասին շատ քչերը գիտեն։ Այսօր մենք առիթ ունենք մի քիչ ներկայացնելու, թող շատ անհամեջ չթվա, բայց սա այն դեպքն է, երբ որ խոսում է որակը, այլ ոչ թե քանակությունը։ Այո, մենք Շնորհակալություն միլիոնավոր այո, հետևողներ
Այո, Այո, շատ դիմանկարավոր շնորհակալ եմ հետևորդներն են։ իրոք ջերմ խոսքերի համար եւ ինչպես ասում են մեկ նախադասությունով ուղղակի կոչ անենք Այո, այո, մեր ուրեմն հետևորդներին, որպեսզի կարողանան տարածել մեր այս այո, հետաքրքիր շատ ուշագրավ ուրեմն հարցազրույցը միասին։ Ես պետք է նաև ասեմ, որ իրոք մեծ հաճույք եմ ստանում ամեն անգամ ձեր հետ զրուցելիս են ձեր պատմական հարուստ փորձը, գիտելիքները վստահ եմ, որ պետք է ձեր կազմակերպությունը շատ ավելի ուժ ստանա տարիների ընթացքում, պետք է ասենք նաև ձեր կազմակերպությունը շատ ավելի տարածում գտնի մեր Սփյուռքի մեջ, որովհետև միայն ասենք Սփյուռքի մտավորականությանը միավորելով է հնարավոր որոշակիորեն ազդել նաև Հայաստանի թե արտաքին եւ թե ներքին քաղաքականության վրա ներկայիս կառավարության շատ չենք ուզում այդ թեմայի շրջանառանանք, այո, խնդրեմ այո։ շարունակեք Ամերիկայի Ես մասին եմ ուզում հարցնել, որ ասենք դուք ներկայացնեք մի փոքր, այո։ այո, ես անպայման կներկայացնեմ, որտեղ Միացյալ Նահանգների հայ համայնքը Սփյուռքում այսօր ահավոր մեծ դեր ունի կատարելու եւ մեծագույն պոտենցիալ ունի մեր բոլոր համայնքներից Սփյուռքի, բայց ցավոք սրտի մենք դեռ դրան չենք հասնում եւ պատճառը նա է, որ մեր թշնամիները եւս դա հասկանում են։ Եվ ավելի լավ են հասկանում, ավելի շուտ են հասկացել եւ ավելի շուտ են հակամիջոցներ ձեռնարկել, այսպես ասենք, հեռատեսաբար, որպիսի դե տեսեք, ինչպես Իսրայելը փաստորեն դրսում ստեղծեց եւ գաղափարախոսությունը եւ պետական շատ կառույցներ, հետախուզությունը, չգիտեմ, փաստորեն բանակի կմախք եւ ամեն ինչը մի խոսքով, այսպես ոնց որ սահմանադրությունից ամեն ինչը կառուցվեց, բերվեց, դրվեց պատմական հողի վրա, չէ՞։ Նրանք հասկանում են, որ Սփյուռքը մեծ պոտենցիալ ունի, հատկապես ամերիկահայ Սփյուռքը, եւ այդ բանը կարող է Հայաստանի համար հիմա դա անել։ Բայց ցավոք սրտի Հայաստանը 35 տարի շարունակ այն որ անկախություն է կոչվել Հայաստանի, մնացել է փաստորեն ռուսական ազդեցության գոտում եւ շատ դժվարությամբ եւ ես ասեմ շատ ցավոք պիտի դա նշեմ, ոչ հայ ժողովրդի օգնությամբ այսօր Հայաստանը ազատագրվում է ռուսական տիրապետությունից։ Հայ ժողովուրդը ցավոք այն ներդրումը չի կատարում, որ կարող էր կատարել, եւ մենք այսօր այս մեր հաղորդումներով նաեւ դա պիտի ցույց տանք։ Եվ նաեւ նպաստենք նրան, որ հայ ժողովուրդը, ինչպես նաեւ հայասերանատները աշխարհում մեկ այլազգիները հիշելով են խոսքը հայտնի 19-րդ դարի բրիտանական վարչապետի Գլադստոնի, որ ծառայել Հայաստանի նշանակում է ծառայել քաղաքակրթությանը, պիտի մենք կարողանանք քաղաքակրթության օջախ հանդիսացող Հայաստանը դուրս բերել այդ վայրենի, այդ հակաքաղաքակիրթ, այդ ուրեմն բարբարոսական բանտից, որը ոմանք անվանում են ժողովրդին ռուսական բանտ, հիմա չգիտեմ տարբեր անուններ կարելի է դնել, բայց դա բռնատիրությունների մի ճամբար է, որ այսօր ղեկավարում է կոմունիստական Չինաստանը, եւ շատերը անգամ դրա մասին չգիտեն 10 տարի առաջ, երբ որ ես ասում եմ, որ երրորդ համաշխարհային հզոր պատերազմ է լինելու ազատ աշխարհի եւ բռնապետական ռեժիմների միջեւ, մարդիկ նույնիսկ քաղաքագետներ կոչումներով բազում այսօր էլ նաեւ կազմակերպություններ ու կուսակցություններ ղեկավարողներ ապշած ինձ էին նայում կամ նույնիսկ ուրեմն թշնամանում էին իմ հետ, թե ինչ ես ասում Չինաստանի հետ ինչ գործ ունենք, կամ որ այդ չալմայավոր Իրանը ասում է, որ դա մեզ փաստորեն մեր հակառակորդ ճամբարում է գտնում, մեր թշնամին է, ասում են ոնց Պարսկաստանի դեմ ինչ, ասում ես չեմ խոսում ժողովրդի մասին, ես խոսում եմ այն ռեժիմի մասին, որ այնտեղ կա։ Այսօրվա դրությամբ եկեք մի հատ պարզ բան ասեմ ձեզ, որ հասկանանք, թե ինչի ենք մենք գործում եւ ինչի ենք հասնելու եւ ինչ պիտի անենք։ Այո, աշխարհը այսօր գտնում է երրորդ համաշխարհային հիբրիդային, այսպես պատերազմի մեջ։ Այսօր հենց հիմա այդ պատերազմը պիտի ասեմ ձեզ սկսվեց 2020 թվականի 44 օրերով, երբ որ դժարմանակ երևի, սակայն ստրկատիրական աշխարհի կազմում գտնված Հայաստանի մի մարզը, Արցախը, որը հերրատեսորեն ռուսական KGB-ն կարողացել էր հրճակել առանձին Արցախի հանրապետություն, հոշոտման ենթարկվեց եւ դարվեց նրա համար, որպիսի հայ ժողովրդին զսպեն եւ թույլ չտան, որպիսի նա հայտնվի ազատության մեջ։ Սա շատ հերատես եւ շատ պիտի ասեմ նաեւ միաժամանակ ինքնաոչնչացման տանող քայլ էր, որտեղ սրանից հետո Ռուսաստանը ողջևորվելով դարձյալ Չինաստանի ուրեմն օրհնությամբ հարձակվեց հաջորդ զոհի վրա, Ուկրաինայի։ Ահա այս վանդակի մեջ արևմուտքը, որ կարողացավ նրան ներգրավել, այլևս Ռուսաստանը չկարողացավ այն աստիճանի գործել, ինչպես կարողացավ անել փոքր այդ պահին ոչ այնքան գիտակից քաղաքականապես աճած հայ ժողովրդի հետ։
Եվ ուկրաինական վանդակում այսօր ռուսական արջը ոչ առաջ է կարողանում գնալ, ոչ հետ, արյունակամ է լինում եւ տարբեր ժամկետներ են նշանակել 40 օրվանից մինչև 4 տարի, որ ռուսական պետությունը պետք է փլուզվի։ Այդ ճարիքի կայսրությունը պետք է փլուզվի։ Հիմա վերադառնանք երրորդ համաշխարհային թեմային, որը որ սկսվեց այս ձևերով։ Ուրեմն տեսեք, այսօր ազատ աշխարհը, որը պարզ ասենք գլխավորվում է Միացյալ Նահանգների կողմից, եւ որի գլխավոր դաշնակիցներն են Եվրոպական միությունը, հզոր ռազմական գործիքներն ՆԱՏՕ-ն, ունի դաշնակիցների դեմս եւ Իսրայելի, որը փաստորեն արևմտյան աշխարհի քաղաքակրթության այսպես պլացդարմն է մերձավորարվելքում, եւ ասենք թե ասիական այնպիսի երկրների, որոնք արևմտյան ուղղություն ունեն, ինչպես ասենք ճապոնական կայսրությունը կամ Արևելյան Ասիայի վագրերը, ինչպես Հարավային Կորեան, Թայվանը, Սինգապուրը եւ այլն, դե պարզ է անգլոսաքսոնական աշխարհի մաս կազմող Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ այլն։ Ուրեմն այս հզոր ազատ աշխարհի համար այսօր ստեղծված է գոյաբանական, գոյութենական սպառնալիք, էգզիստենցիալ սպառնալիք։ Եվ այդ էգզիստենցիալ սպառնալիքը հանդիսանում է այս հակաքաղաքակրթության աշխարհը, որտեղ գոյություն են բռնապետական ռեժիմներ։ Տեսեք, չինական, կոմունիստական կամ ֆաշիստական պետությունը ինչքան էլ ինքը ձև է անում, թե ինքը բազմակացութած ձև է, ինքը տարբեր հասարակարգերի սինթեզ է, իբր թե այնտեղ դեմոկրատիա կա, ու կուսակցություն են ստեղծել, չէ, բոլորը իհարկե ձևական, իրականում փաստորեն կոմունիստական ռեժիմն է այնտեղ։ Ես մեջից ստացել Չինաստանը, գիտեմ դա ինչ սարսափելի վիշապ է իրականում։ Եվ նրա գլխավորությամբ ուրեմն գոյություն է նաև բռնատիրական այլ ռեժիմներ, եւ ազատ աշխարհը դրանց բոլորին պատերազմ է հայտարարել։ Եվ Տրամպը ուղղակի հայտարարեց. մենք թույլ չենք տա կոմունիզմի ներխուժումը Ամերիկա։ Ուրեմն մի թշնամին դա կոմունիզմը, որի դեմ Ամերիկան էգզիստենցիալ պայքար է մղում երևի 1945 թվականից հետո, ինչ ավարտվել է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Եվ այդ պատերազմը չի ավարտվել կոմունիզմի եւ ազատ աշխարհի միջեւ։ Նրա այդ կոմունիզմի դաշնակիցներն են, ինչքան է զարմանալի թվա ոմանց, բայց ոչ մեզ Արտեմ ջան, իսլամը, որը նույնպես խավարի եւ ագրեսիայի հակաքաղաքակրթական արեմուտին ատող մի գաղափարախոսություն։ Ես չեմ ասում իսլամական երկրների մասին, այլ խոսում իսլամիստների մասին։ Սա դրանք տարբեր բաներ են։ Չնայած իսլամը ինքը որպես կրոն ահավոր անհասկանալի բան է մյուս կրոնների համեմատած, դա պատերազմի ագրեսիայի մի գաղափարախոսություն է իրական ցավոք սրտի, բայց դա այդպես է։ Եվ կա նաև եւս մի դաշնակից դրանց, դա թուրանական աշխարհն է, դա նեո-օսմանիզմի հույսերով ապրող եւ այսօր իսլամական ռեժիմը կամաց Թուրքիայում հաստատող եւ արեմուտքի դեմ խորագույն ատելությամբ լցված Թուրքիան է, որը փորձում է նոր մի հատ թուրանական կայսրություն ստեղծել։ Այս բոլորը միասին եւ այստեղ իհարկե կագեբեական Ռուսաստանը որպես կոմունիզմի մնացորդ եւ մի ուղղակի այսպես էքստրավագանտ երկիր, որտեղ հատուկ ծառայությունը գրավել է երկիրը, պարզապես նվաճել է, մտել է ազգի օրգանիզմի մեջ եւ արդեն հնարավոր չէ ռուս ազգը KGB-ից անջատել։ Այսպիսի մետամորֆոզ է գնացել եւ այս ծախսկեղը արդեն անհնար է վիրահատել, եթե ընդհանրապես այդ ուզում եք, չգիտեմ, Ռուսաստանին ասաթել KGB-ից, պարզապես այդ երկիրը որպես այդպեսին ինչպես կա այսօր ճարիքի կայսրությունը վերածվի։ Հիմա այս վիթխարի ահավոր ուժի դեմ գնում է պայքար։ Եվ այսօր առաջի գծի վրա այսօր գտնվում է Իսրայելը, որովհետև արևմուտքի համար նա միշտ դիտվել է որպես պլացդարմ այս վայրենի բարբարոսական ռեժիմների դեմ կռվելու, մյուս կողմից չզարմանանք, որ ասենք Հայաստանը չնայած հայ ժողովուրդը ինքը չի գիտակցում այս փաստը, բայց գիտակցում է արևմտյան աշխարհը, որը 35 տարի շարունակ երկրագնդի վրա ամենամեծ ամերիկյան դեսպանություն պահում է Երևանում։ Ոչ թե Պեկինում, Մոսկվայում, թեկուզ նույն ասենք Երուսաղեմում կամ չնայած Երուսաղեմը նոր է Ամերիկայի կողմից առաջի կադենցիայում 16 թվականին ճանաչել, կամ ասենք թեկուզ ասենք Աթենքում կամ Հռոմում, Փարիզում, պահում է Երևանում։ Դա պատահական չի կարող լինել եւ արևմուտքում հիմարներ չեն նստած։ Այնտեղ նստած են ստրատեգիական մեծ հաշվարկներ կատարող մարդիկ, որոնք չեն նայում աշխարհին 3.5 ամսվա կամ 3.5 տարվա կտրվածքով, այլ հարյուրամյակների այնտեղ վերլուծվում է ամեն ինչը։ Հայաստանը վաղուց համարվում է արևմտյան աշխարհի եւ քաղաքակրթական արմատը եւ նաեւ գլխավոր պատնեշներից մեկը։ Ես պետք է հիշեցնեմ, որ
ուրեմն երբ որ դեռևս նախորդ վարչակարգի ներկայացուցիչը այսինքն նախագահները փոխվում են, ամերիկյան շահերը չեն փոխվում։ Այն ժամանակ կոնգրեսի նախագահ Փելոսին այցելեց շատ կարևոր կետեր։ Նա գնաց Թայվան, նա գնաց Կիև եւ նա գնաց Երևան։ Երեք կետերը ու դրանով ցույց տվեց, որ արևմտյան աշխարհի համար սրանք կարևորագույն կետերն են ռազմաճակատի, որը փաստացի ձևավորված է արևմտյան աշխարհի եւ այստեղ արևմուտքը աշխարհագրական հասկացություն չի արդեն արևմտյան աշխարհի եւ այսպես կոչված բարբարոսական աշխարհի միջև կամ անվանենք սկատիրական աշխարհի միջև, որտեղ այնտեղ բռնատիրություններ են։ Եկեք խոստովանենք, որ իսկապես բռնատիրություններ են։ Եվ դրանց միջև այդ երեք գլխավոր կետերը Ամերիկան երբեք չի հանձնելու։ Այստեղից է գալիս, ել եմ ասում, անկախ նրանից ով է նախագահ, ինչ ազգանուն է կրում, ինչ մաշկի գույն ունի, որ կուսակցությունից, դա կապ չունի, Ամերիկան ունի ազգային շահեր, որ նրանք հետևում են, մշտական շահեր։ Եվ դրա արդյունքում մենք այսօր տեսնում ենք TRIP-ը Հայաստանում, որը կոչվում է Թրամփի ուրեմն կամուրջ, բայց դա ուղեփակոց է, որ արևմուտքը ստեղծել է այդ բռնատիրական ռեժիմների դեմ, եւ իսլամի դեմ, եւ կոմունիզմի դեմ, եւ թուրանական աշխարհի դեմ միաժամանակ։ Եվ այդ անջատիչը կամ ռուբիլնիկը, եթե ռուսերեն բառով ասենք, տալու են Հայաստանի ձեռքը։ Հայաստանը Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի կողմից դարձվում է 5-րդ թոփ երկիրը արհեստական բանականության եւ արհեստական ռազմական բանականության ռազմական տեխնոլոգիաների գծում շատ կարող զարմանալի նույնիսկ Իսրայելը այդպիսի կարգավիճակ չունի արևմտյան աշխարհում, բայց Հայաստանը դարձնում է ինքու այստեղ խնդիրներ կան, որոնցից էլ բխում է այդ դերի գիտակցումը։ Ես պիտի հիշեցնեմ, որպես պատմաբան, մենք իրար որպես պատմաբան էլ գիտենք նաև, որ Հայաստանը որպես այդպիսի պրոյեկտ նոր չի ստեղծում 1920 թվականին Իսրայելի ստեղծումից 27 տարի առաջ Արևմուտքը իրենս Միացյալ Նահանգների արդեն ստեղծել է ծովից ծով Հայաստան, բայց ցավոք հասկանալով որ հայ ժողովուրդը ցեղասպանության արդյունքում այնպիսի մեծ կորուստներ եկել, որ այդ վիթխարի տարածքը չի կարող պահել երեք ծովերի միջև, գոնե կիսեց ասեց այս Վիլսոնյան Հայաստանը գոնե պահեք։ Եվ ել եմ ասում, դա եղել է Իսրայելի ստեղծումից 27 տարի առաջ։ Հետո երբ որ մենք հայերս ցավոք սրտի չկարողացանք հասկանալ մեր լավն ու վատը, կոպիտ ասած, քաղաքականապես ճիշտ չգտնեցինք եւ չկարողացանք մի փոքրիկ Էստոնիայի պես գոնե կռվել, նրանք մի միլիոն էլ չուներ Էստոնիան բնակչություն, Սանկտ Պետերբուրգի քթի տակ նրանք պաշտպանեցին իրենց անկախությունը։ Հայերս իդեմս մեր ռազմական ղեկավարների օրինակ դրով ասեց ու բայես ոնց հրամանտամ կրակել ռուս նյուրի վրա։ Հետո 20 տարի հետո նույն դրոն իր սխալը ուղղելով կազմեց հայկական ազգային լեգիոն, գերմանական համակենտրոնացման ճամբարներից հավաքված սովետական հայ բանակի զինվորներից, սպաներից եւ այլն, ու այդ բանակը տարավ կրակելու Ռուսաստանի դեմ։ Պետք չի 20 տարի ուշացումով հասկանալ ճշմարտությունները։ Հայեր ջան, այս պատմությունը սրա համար ասում։ Հիմա մեր կազմակերպությունը կարող է ասենք շատերին դա անհասկանալի է ձևը, թե ինչպես ենք անում, մենք օրինական մեթոդներով ենք գործում միայն եւ միայն, բայց կարողանում ենք հասնել նրան, որ այն ինչ որ պետք է Հայաստանի համար կատարվում է։ Ամենապես մենք նպաստում ենք այդ գործընթացներին եւ տալիս ենք համապատասխան սցենարներ, որոնք իրականացվում են։ Ես կարծում եմ, որ այսպես գործելով, այսինքն լինելով սցենարիստ ազգ, միայն այդ դեպքում հայերը կկարողանան իրականացնել ազգային շահերը իրենց, հետապնդել դրանք, պաշտպանել դրանք։ Այլապես մենք ուրեմն պիտի լինենք կամ հրշեջ ազգեր, հրշեջ էլիտա ունենանք, որը միտեղ կրակ է լինում, վազում են ջուրը ձեռքին, որ հանգցնեն, ու վերջը հասնում է դրա ցեղասպանության, ասեմ ձեզ, ի վերջո։ Կամ էլ տինենք սցենարիստ ազգեր, ինչպիսիք այսօր հрьяաներն են, փառք ու պատիվ իրանց։ Ես ասում շատ հարգում եմ դրա համար իրենց կազմակերպվածությունը եւ այդ քաղաքական գիտակցության մակարդակը, որ իրենց էլիտան ունի, ցավոք մեր հայեր նախավը դեռ շատ հաց ու պաներ պյութի, որ հասնի դրան։ Բայց իրենք հասել են։ Եվ այսօր իրանք սցենարներ են անում, որի մեջ տեղավորվում են նաև 3, այսինքն 3 չէ, ձեր մոտ կարող է 3 է, բայց մեր մոտ այսօր Կիրակի է, հունիսի 28, միաձայն իսրայելական կառավարությունը Նեթանյահուի գլխավորությամբ այսօր արտգործնախարար Գիդեոն Սահարի ուրեմն առաջարկած բանաձև ընդունել է եւ ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Հասկանալի է, որ դա Իսրայելի ազգային շահերից է բխում, բայց գիտեք ինչ, դա կարող է լինել շատ լուրջ բան, հատկապես հաշվելով այսօրվա աշխարհաքաղաքական
ստեղծած իրավիճակը, այդպես չէ։ Ես ուզում եմ Հարգարժան ձեզ հարցնել, հարց։ օրինակ, Խնդրեմ։ տեսեք, ուրեմն ես այսօր մի փոքր վերլուծություն արեցի եւ իհարկե Իսրայելի քնեսետում ունեմ падգամավորներ, հենց մեր քաղաքից ընտրված բարեկամներ եւ բարեկամական, ասենք անմիջապես, չասեմ պաշտոններ առանց անուններ տալու, բավականին լուրջ մարդիկ են նստած քնեսետի խոշոր, այսպես շատ կարևոր պաշտոններին, ասենք, որոշակի հանձնաժողովների որպես նախագահներ դիմեցի, ասենք WhatsApp-ով սկսեցի գրվել այդները, ասում եմ տղաներ, որպես ընկեր եմ հարցնում, հիմա Իսրայելի կառավարությունը այսօր պաշտոնապես միաձայն առաջին անգամ ընդունեց հայոց ցեղասպանությունը։ Անկեղծ ասած, մոտ, եթե չեմ սխալ, մոտ 1.5 տարի առաջ եւս այս հարցը քննարկվել էր եւս մեկ անգամ, նույնիսկ էլի կառավարությունը դիմել էր քնեսել, բայց այդ աշխատանքներն այդպես էլ մնացին անավարտ։ Հիմա այս անգամ ես ուղղակի ցես հիմա առաջին անգամ եմ նման հայտարարություն անում, դեռ որևէ միտեղ նման նախադասությունը չեմ գրել որևէ միտեղ, բարձում է, որ քնեսետի աշխատանքին մնացել է ընդամենը 2 շաբաթ։ Ասել կուզի, որ այս կառավարության հայտարարությունը ունի շատ զուտ քաղաքական մոտիվներ, այսօր Բենյամին Նետանյահուն քիչ առաջ հայտարարել է, որ լուրջ, այսպես նյութեր է փոխանցում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը, քանի որ Էրդողանը գրեթե ամեն օր հանդես է գալիս Իսրայելը ոչնչացնելու կոչերով, հանդես է գալիս այնպիսի ուրեմն տերմիններով, որով ասենք ասում է, որ Իսրայելը ահաբեկչության որջը, ահաբեկչական երկիր է եւ պետք է այս պետությունը վերացնել։ Ասել կուզի, որ արդեն նմանվում է Թեհրանի, հիշում եք Թեհրանում իրենց Մեջլիսի աշխատանքներ կազմել, Մեջլիսը չէ նրանց ազգային ժողովը, Այո, Մեջլիսի աշխատանքներ բացելով մի հատ անիծում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին, մի հատ էլ անիծում են Իսրայելին, ու ասում են մահ Իսրայելին, մահ Ամերիկային, այդպես սկսում են իրենց աշխատանքները, նույնն էլ այո, վստահ եմ դպրոցներում անջատվեց։ եւ մանկապարտեզներում։ Այսինքն, այնպես է ստացվում, որ այստեղ 750 կարծեմ միլիոն դոլարի ամերիկյան շարժիչների 5-րդ սերունդի թուրքական իբր օդանավերի տաղան է կոչում դրանց համար շարժիչները Տրամպը խոստացել է նաև 35 տրամադրել եւ նաև Ալ-Շարայով Թուրքիայով այն տալիս թե ահա Իսրայելի զորքերի հետ կքաշենք, կմտենք, Լիբանանը կմաքրենք եւ այլն եւ այլն, այս խոսակցությունների ֆոնի վրա Իսրայելը հակաքայլեր է անում։ Առաջին քայլը այսօր էր, որ 2 օր առաջ արդեն Գիդեոն Սարը խոսեց, որ ինքը դիմելու է կառավարությանը հայոց ցեղասպանությունը ճանաչելու հետ կապված։ Երկրորդը այսօր առավոտյան տեղի ունեցավ, չասեմ սենսացիոն, իմ համար սա սենսացիա չի, ես 23 տարի հետևում եմ, որ այս 19 տարին, 19 տարին մոտավորապես աշխատել եմ, 20 տարին աշխատել եմ Հայտատի հանձնախմբի հետ միասին, 15 անգամ եղել եմ Իսրայելի քնեսետում տարբեր քննարկումների ժամանակ, վերջին անգամ հայոց ցեղասպանության հարցը քնեսետում քննարկվել է 2017 թվականի ձմռանը, այն ժամանակ Հայաստանից Գրիգոր Հովհաննիսյանի Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն էր այստեղ, հրաները հրավիրել են Եշատիտ կուսակցության ընդդիմադիր, հրավիրել էր նրանց մասնակցելու իրենց բարձրացրած ապրիլի 24 հայոց ցեղասպանության օր ճանաչելու օրինագծի քննարկմանը եւ բարեբախտաբար լավ է, որ մեր պատվիրակությունը չեկավ, որովհետեւ ես այնտեղ ամբողջությամբ նկարահանում եմ այդ նիստը 15 րոպե հայոց ցեղասպանության մասին խոսելուց նորից ընդդիմադիր քաչալշուն գողփիսո այս պատմությունը սկսվեց քնեսետում, իրար սկսեցին անպատվել, ընդդիմություն, դիմություն, դուք ամեն ինչ մեզ հակառակ եք անում, այսպեսի խայտարակ բան ստացվեց վերջին անգամ քնեսետում այս քննարկումը։ Դրանից հետո այլևս ընդդիմության կողմից հայոց ցեղասպանության հարցը քնեսետում չի բարձրացվել, միշտ բարձրացվել է Իսրայելի կառավարող կուսակցության կողմից արդեն այժմ, սրանք էլ անընդհատ նման հարցը մեր բարձրացնում են հայոց ցեղասպանության հարցը բարձրացնում են Թուրքիայի գլխին, Էրդողանի գլխին որպես մահակ կամ ուճ կամ ինչպես ուզում եք ասեք, հարված հասցնելու համար ու քաղաքական նրա ամբիցիաները կրճատելու համար։ Բայց արդյունքում Նավի Մարմարայի դեպքի ժամանակ, երբ որ 9 զինյալ սպանվեց թուրք Իսրայելի կոմանդոսների կողմից, մենք շատ դատապարտեցինք Նետանյահուն, որ
տարիներ անց Նատանյահուն ներողություն խնդրեց ամեն զոհված թուրքին էլ կարծեմ 1 միլիոն ԱՄՆ դոլարի այսպես կոմպենսացիա տվեցին մահացած թուրքերի այդ ընտանիքներին հերիք չէ որպես եկել է նահաբեկիչ շահաբեկելու Իսրայել ու ներխուժելու Իսրայելի տարածք սահմանները խախտել եւ դիմադրություն են ցուցաբերելու ատրճանակներով կրակել են ասենք կոմանդոսների վրա դա քիչ է մի հատ էլ ասենք Նատանյահուն ներողություն խնդրեց Էրդողանին ու այդքան փող տվեց 9 միլիոն դոլար ամենայն դեպս սրանից հետո այդ ժամանակ երբ որ մենք հարցը նույնիսկ բերեցինք կնեսետ վստահ ենք որ վստահ չենք բայց ասենք հույսեր ենք մեծ պայպայում որ Իսրայելի վերջո պետական մակարդակով կճանաչի հայոց ցեղասպանությունը իսկ կառավարության մակարդակով ճանաչումը սա ճիշտ է դրական է լավ է կարելի է համարել որպես ձեռքի մեկնում Հայաստանի կառավարությանը բայց ամենայն նույնիսկ այսպես բայ դրասիական ժեստ է կարող եմ ասել որովհետև վերջին անգամ Հայաստանի կառավարությունը ինչ արեց բռնեց ճանաչեց Պաղեստինի անկախությունը անցյալ տարի այո այսինքն մինչև այսօր չէին ճանաչել հա մեր անկախության ճանաչումից հետո մինչև հիմա չէին ճանաչել մի ամիտ որոշեցին նո պարզ է որ ասում են որ սա Էրդողանի հորդորով է տեղ ունեցել Էրդողանն է զանգել Փաշինյանին այսպես խոսում են ես դրա փաստերը չգիտեմ բայց շատ լուրջ այսպես կասկածներ կան որ հենց Էրդողանի զանգով է սա տեղ ունեցել թե չէ Հայաստանի կառավարությունը ինչ էր եղել որ այսքան տարի չէր ճանաչել շարունակեին խուսանավել ու այս հարցը այսպես թողնեն օդում ամենայն դեպս սա մեր համար լուրջ հարված էր հարված դանակով մեր մեջքին որովհետև եթե նման հարցեր ես քննարկում եւ նման հարցեր ես որոշումներ ես կայացնում առնվազն պետք է որոշակիորեն տեղյակ պահես նաեւ տեղի հայկական համայնքներին որ հայր զգուշ եղեք մենք հիմա ասենց բան ենք անելու եւ դուք հնարավոր է հարվածի տակ հայտնվեք այս ասենք Պաղեստինի այս ճանաչման հետ կապված Ընդհանուր առմամբ որ վերցնենք Հայաստանը 148-րդ պետությունն էր, որ ճանաչել էր Պաղեստինը։ Կարծեմ 148, հա, 148։ Բայց արդյունքն ինչ եղավ։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարցնել։ Այս Էրդողանի այդ տալու հետ կապված այս հարցը դուք ինչպես եք մեկնաբանում։ Ասենք հիմա երկու շաբաթ հետո Քնեսետը գնալու է արձակուրդ։ Այս պետության ճանաչումը որևէ հետևանք չի կարող ունենալ ոչ թուրքական կառավարության վրա։ Հետո այսպես մի բան էլ ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները 2019-ին ճանաչեց։ Ասում եք դուք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի հետագա պլաններ տասնամյակներ առաջ գրված, ես իհարկե վստահ եմ, որ այդ ծրագրերը ամբողջությամբ իրականացվելու են, բայց կարծես թե Ջո Բայդենի ժամանակ հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հայերը այնպես չէ որ արևմտյան Հայաստան գնացին եւ այդ դատական հայցերը Թուրքիայի կառավարության դեմ մեծ հաջողություններ արձանագրեցին։ Ինչ կասեք այս հարցի մասին։ Հարցը ես հասկացա հասկանում եք ամեն ինչ ոչ մի անգամից է կատարում ոչ էլ այնպես ակնհայտ կերպով որպեսզի մենք ամեն ինչը տեսնենք ու ասենք հա էսա տեսեք անմիջապես եղավ մեր աչքի առաջ մենք խոսում ենք գործընթացների մասին քաղաքական զարգացումների մասին որոնք հաճախ ստորջրյա այսպես ձևով են իրականանում եւ երբ որ ջրի երես են դուրս գալիս որոշ մասեր նրանց ինչպես օրինակ տվյալ դեպքում Իսրայելի կառավարության քվեարկությունը չէ միաձայն որոշեցին Թուրքիային ասած ձեզ ահ տալ սա կարող էր ընդունել որպես ահ տալ եթե մենք չտեսնենք նաեւ տարածաշրջանում ուրիշ աշխարհաշրջանում ուրիշ զարգացումներ, որոնք որ սրա հետ զուգակցելու դեպքում արդեն լրիվ այլ լույսի տակ են բերում այս ընդունված բանաձևը։ Թեկուզ եւ կնեսետը այո երկու շաբաթ հետո գնալու է արձակուրդ։ Խնդիրը դա չի։ Խնդիրը նա է, որ Միացյալ Նահանգների օրենությամբ, եթե չասեմ, որ նրանց որոշմամբ Մերձավայրում ձևավորվում է ռազմաքաղաքական նոր իրավիճակ եւ դուք շատ լավ գիտեք, որ այսօրվա դրությամբ Իսրայելը իր, այո, գոյութենական սպառնալիքից ելնելով դաշինքի մեջ է մտել Հունաստանի հետ, որը նույնպես փաստացի սպառնալիքի տակ է։ Հասկանում եք, որ Հունաստանը 10 միլիոնից երկիր է, 8 միլիոնից Իսրայելը եւ կողքներին 90 միլիոնից մի հատ Թուրքիա կա, մինչեւ ատամները զինված, եւ թե ինչ են թուրքերը մենք 1000 տարի գիտենք։ Հույնեն էլ լավ գիտեն, Իսրայելն էլ գիտի։ Եվ երբ որ հունական եւ Կիպրոսը նույնպես է դաշինքի մեջ է, այն Կիպրոսը 2000 այո, որտեղ որ ռազմական բազաներն են Թուրքիայի օկուպացրել է, բայց որտեղ նաեւ բրիտանական երկու ռազմաբազա կա, որտեղ ժամանակին Կիպրոսը
Օսմանյան կայսրությունից վերցվել էր եւ անցել էր բրիտանական կայսրությունը։ Եվ այս դաշինքի մեջ է բացի Հունաստանից, Կիպրոսից եւ Իսրայելից նաեւ Ֆրանսիան։ Իհարկե չի երևում պարզ կերպով Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց բոլորը հասկանում են, որ այդ բոլորի թիկունքին կանգնած է ԱՄՆ-ն եւ իհարկե Եվրամիությունը եւ իհարկե ՆԱՏՕ-ն։ Բայց խնդիրը նա է, որ այդ ՆԱՏՕ կոչվածը շատ հետաքրքիր է։ Այդ ՆԱՏՕ-ի մեջ են եւ Հունաստանը եւ Թուրքիան։ Եվ հավանաբար նաև ՆԱՏՕ-ի վերացման մասին Միացյալ Նահանգների բոլոր պաշտոնատար անձերի ասածները նրա համար են, որպիսի ուրեմն փաստորեն քանի որ մեխանիզմ չկա Թուրքիան այնտեղից դուրս բերելու ՆԱՏՕ-ի այսպես ցրմամբ, լուծարմամբ Թուրքիային թողեն բաց դաշտում եւ տեղը կազմել ասենք արևմտաեվրոպական ռազմական մի կառույց իհարկե նաեւ հավանաբար ներգրավելով Ուկրաինային ինձ թվում է առանց արդեն Եվրոպայի պաշտպանությունը անհնար է ուղղակի եւ քանի որ Ուկրաինան արդեն երկու ռազմաճակատները իրար միացնող ուժ է դարձել որտեղ Զելենսկին գալիս է Մերձավոր Արևելյան փոքրիկ երկրներին պաշտպանելու համար արդեն մենք տեսանք այդ այցը եւ իր արդյունքները եւ այլն այսինքն ստացվում է երրորդ համաշխարհային պատերազմի արևելաեվրոպական եւ մերձավորյան ռազմաճակատները արդեն իրար կապված են եւ այս պայմաններում արդեն Իսրայելի ընդունած որոշումը լրիվ այլ լույսի տակ պետք է նայել եւ այնպես չէ որ իրենք ընդհանրապես հայերին խափելու համար են անում կամ հայերին դուր գալու թուրքերին վախեցնելու խնդիրը նա է որ իրենք իսկապես ուզում են հաջորդի զինակցություն հա կուզենային իհարկե բայց հայերս արդյոք հասկանում ենք Իսրայելի կարևորությունը մեր ապագայի համար այս է ուրիշ խնդիր է մենք իհարկե պետք է նրան զինակցենք ինչպես զինակցում ենք Հունաստանի հետ հաճույքով եթե այդ առաջարկ կարգվի բայց նույնիսկ Հունաստանի հետ մենք այսօր դաշինքի մեջ չենք ցավը դա է մենք իրոք ռազմաքաղաքական դաշինք չունենք ոչ Հունաստանի ոչ Կիպրոսի ոչ էլ Կարծեմ դաշինք ունենք ռազմական պայմանագիր է դաշինք չէ ՀԱՊԿ-ի մեջ գտնող երկիրը չի կարա ռազմական դաշինքների մեջ մտնել ուրիշ երկրների հետ մենք ռազմական դաշինքի մեջ ենք ՀԱՊԿ-ի հետ այսինքն Ուզբեկստանի հետ Ղազախստանի հետ Կիրգիզստանի հետ Ռուսաստանի հետ եւ Բելարուսի այդ թե ում հետ ենք մենք դաշինք որոնք որ մեզ դաշունահարեցին այդ դաշինքը երբ որ մենք Ադրբեջանի ռուսների կողմից սարքած պատերազմի ժամանակ կարիք ունենք նրանց ինչ ցուցաբերեցին բացարձակ անտարբերություն նույնիսկ օգնություն հակառակորդ կողմին այսինքն այդ պատերազմը սարքված էր հասկանալի է եւ ընդհանրապես Հայաստանը ոչ մի խնդիր չունի Ադրբեջանի հետ պատերազմելու այդ հողերի հարցը կարելի է լուծել շատ հասարակ ձևով ելնելով միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներից Վիլսոնյան պայմանագրից 1919-20 թվականների ուրեմն Անտանտի գերագույն խորհրդի որոշումներից որը նաև արևելյան սահմանն է տալիս մեր ոչ միայն արևմտյանը Թուրքիայի հետ արևելյան Ադրբեջանի հետ եւ այդ բոլորից ելնելով այդ Նախիջևանի Կարսի ասում եմ Կարսի ուրեմն Սյունիքի եւ Արցախի եւ Գանձակի ու Գարմանի հարցերը լուծվելու են եւ չի կարող այլ կերպ լինել բացի այդ Ես ես ասեմ որ արևմուտքը բոլորովին շահագրգռված չէ երկրորդ թուրքական պետության գոյության Կասպիցովի այս ափին եւ հավանական է որ ելնելով այս ազգերի ինքնորոշման սկզբունքի զորով պետք է քանդվի ռուսական ճարիքի կայսրությունը նույն ձևով ադրբեջանական ճարիքի կայսրությունը եւս կբաժանի մանր պետություն ասենք այնտեղ Թալիշստանը պետք է վերականգնվի անպայման Լեզգիստանը իսկ միգուցե Լեզգիստանի Ավարեստանի Ուդինստանի ուրեմն ֆեդերացիա ասենք նախկին Կովկասյան ավանքը Ալբանիան պետք է վերականգնի չգիտեմ այնտեղ չի կարող գոյությունա եւս մի թուրքական պետություն որտեղ արևմուտքը պատերազմ է հատել ընդհանրապես բոլոր ճարիքի ուժերին կոմունիզմին, տուրանիզմին եւ ուրեմն իսլամին։ Իսլամը այսօր դարել է այդ երեք ուժերի հետ միասին դաշնակից, որը փորձում է արևմտյան աշխարհը կործանել։ Դա փաստ է։ Եվ այն ինչ որ կատարում է այսօր Միացյալ Նահանգներում, այսինքն անգլոսաքսոնական ուրեմն հայրենասիրության բարձրացումը եւ դրա այսօրվա դաշինքը համաշխարհային սիոնիզմի հետ որի գլխավոր փայփայանքի առարկան Իսրայելն է չի կարող իր արդյունքը չտալ որովհետև երկուսն այսօր սպառնալիքի տակ են եւ սպիտակ անգլոսաքսոնական քրիստոնեական աշխարհն է զգումային սարսափելի ուժը որ գալիս է դեպի արևելքից իրենց դեմ եւ Իսրայելը հասկանում է որ առանց այդ արևմուտքի ինքը կորած է պարզապես կվերացնեն ասենք իրենց համար մի դժվարություն չի ներկայացում ուստի այդ առումով այսօր հայկական հարցի բարձրացումը պաշտոնական Իսրայելի կողմից հենց այս ծրագրի մեջ ցույց է տալիս որ իրենք նաև ինչ որտեղ հասկացել են հայերի կարևորությունը եւ ուրիշ խնդիրը որ հայ ժողովուրդը Սփյուռքում եւ հայրենիքում սա հասկանա
համապատասխան քայլեր կատարի։ Ես չի ասի, թե դա Էրդողանի ցուցումով է պաշտոնական Երևանը ժամանակին արել, ավելի շուտ Պուտինի հրամանով, որտեղ Պուտինը ինքը պաղեստինցիներին դիտում է իր դաշնակիցը։ Ընդհանրապես իսլամին ռուսները վաղուց եւ վաղուց դիտում են իրենց գլխավոր դաշնակիցներից մեկը։ Ինչպես այսօր ուրեմն այդպիսի դաշնակից է նրանց համարում փաստորեն Չինաստանը, որը շատ լավ գործածում է իսլամական Իրանին եւ մյուսներին իր շահերի համար։ Սա է խնդիրը եւ ի վերջո այս ամեն ինչը պետք է հստակվի։ Արդեն խաղեր տալը սենց այն ձևով, որ ասենք մենք կարող ենք լինել արևմտյան դաշնակից Ամերիկայի եւ Եվրոպայի, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղեր տալ, Թուրքիային ու ադրբեջանցիներին ռազմական տեխնոլոգիաներ տալ, Արցախի պատերազմի ժամանակ ասենք Իսրայելից դրոններ ու կամ չգիտեմ ինչեր ուղարկել կամ խորհրդականներ Ադրբեջանին, միթե հասկանալի չէ, որ այն պատնեշը, որ կազմում են Հայաստանն ու անտեսանելի մի գծով Հայաստանը հյուսիսում, Իսրայելը հարավում, փաստորեն դա մենք փաստորեն թույլատրում ենք, որտեղ մի բարիերի այդ խոչընդոտի կամ պատնեշի մի կտորի ոչնչացումը նաև մյուս կտորի ոչնչացմանն է տանելու ի վերջո։ Եվ պիտի ասեմ, դա պատահականություն չի, որ միշտ հայոց ցեղասպանություններին հաջորդել է հրեաների հոլոկոստը։ Այնց որ եթե հիմա իրենք թույլ տան, որ հայոց ցեղասպանության եւս մի փորձ, որը իր փորձում են կատարել այս բարբարոսական աշխարհի ներկայացուցիչների իդեմս կոմունիզմի, թուրանիզմի եւ իսլամիզմի ընդեմ հայ ժողովրդի, եթե դա իրականացվեց, ուրեմն հрьяաների հաջորդ հոլոկոստը ընդհանուր գուցե նրանցն էլ վերջնականին արդեն անխուսափելի է կանգնեցնել։ Պիտի այս հասկանալ, մենք բախտակի ժողովուրդներ ենք, Ռեգիոնում ունենք խիստ կարևոր շահեր համատեղ, եթե հաջորդի մի զգալի մասը դա չի հասկանում, դա դեռ չի նշանակում, որ դա չի հասկանալու վառը։ Այ շատ հետաքրքիր հարց է մեզանում հասունանում, տեսեք, մենք խոսեցինք միասին Հայաստան, Հունաստան եւ Հայաստան-Կիպրոս ջերմ հարաբերությունների մասին, որ հայ զինվորները մեկնում են Հունաստան ուսուցման, այսինքն ըստ էության ՆԱՏՕ-ի բանակային ստանդարտներով են սովորում, նաև վերջերս Հայաստանում տեղի ունեցան զորավարժություններ, հա, այդ Արցիվ 2000 ուրեմն 26 թվականի զորավարժությունները, որին մասնակցեցին Ֆրանսիայի, Հունաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզասի ազգային գվարդիայի փաստորեն զինվորականներ, դուք որպես ասենք գնդապետ եւ որպես հայ զինվորական կրված մարդ, արդյոք տեսեք իմ կարծիքով, եթե Իսրայելը ձեռք է մեկնել Հայաստանի Հանրապետությանը եւ առաջարկում է նաեւ մասը կազմել Հունաստան-Իսրայել-Կիպրոս այս կոալիցիային, այնպես է ստացվում, որ ակամայից Իսրայելը Հայաստանին դուրս է բերում մերձավոր արևելյան, ես կասեի միջ երկրածովյան թատերաբեմ, այսինքն Հայաստանին կամա թե Հունաստանը եւ Իսրայելը դարձնելու են խաղացող եւ որոշակիորեն ազդեցություն հնարավորության ձեռք բերող ուժ, ասենք մերձավոր արևելյան եւ ինչու՞ չէ նաեւ ասենք միջ երկրածովյան թատերաբեմը։ Մենք այս պայմաններում այն ցավոք սրտի հայերի մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք թույլ ենք, խեղճ ենք, ոչ մի հնարավորություն չունենք, ոչ մի բան չպիտի անենք։ Ես օրինակ Դավիթ Բեն-Գուրիոնի խոսքերն եմ անընդհատ հիշում, որ ասում էին ինչ մեր համար որևէ դժվարություն չկա, կանենք։ Մարտը, ասենք իր փոքրիկ սենյակից ղեկավարում էր մի ողջ պետություն, կռվում էր 7 արաբական պետության դեմ, չունեին նորմալ զենք զինամթեր, արդյունքում հաղթեցին։ Այսինքն այ ինչ կասեք, խնդրում եմ ներկայացեք ձեր կարծիքը եւ հնարավոր է որ Հայաստանը մեկնի Իսրայելի մեկնած ձեռքը, այսինքն սեղմի ձեռքը եւ չնայած որ գիտենք որ եւի ասենք ռեգիոնալիստական քաղաքականության մեջ է Հայաստանը, ես չգիտեմ չեմ ուզում շատ կոպիտ ասել, բայց կարծես թե ռուսական նավի միջից այդպես էլ մենք դեռ դուրս չենք եկել։ Այ խնդրում եմ պատասխանեք։ Դուք այդ մի հարցով փաստորեն հարցերի մի ամբողջ փունջ մատուցեցիք մեզ եւ հիմա պետք է փորձենք հասկանում եք։ Լավ, ես փորձեմ հնարավորինս պատասխանել այդ հարցին եւ ընդհանրում հնարավորինս սպառիչ։ Այո։ Բայց ես մի հարց դրանից առաջ պիտի տամ, դուք գիտեք հрьяաների թիվը աշխարհում ինչքան է։ Ասում են մոտ 12 միլիոն են ասում ընդհանուրը, 12 միլիոն, այսքանը։ Բոլոր տեսակի հрьяաները, չէ՞ որ կան հрьяաներ, որոնք հուդայական են։ Այո։ Հрьяաներ, որոնք աթեիստ են, եւ հрьяաներ կան, որոնք նույնիսկ կարող են քրիստոնյա լինել, չէ՞։
Այո, մոտավորապես 12 միլիոն են հաշվում։ Հիմա ես ասեմ ձեզ, իսկ դու գիտեք հայերի թիվը ինչքան է աշխարհում։ Մոտավորապես 12 միլիոն նույնից Ասում եմ, մոտ ասում 12-12։ Հիմա ձեզ մի շատ հետաքրքիր բան ասեմ եւ կզարմանաք, որ դրանով եմ պատասխանում հարցին։ Ուրեմն միայն 16 միլիոն հայեր կան, որոնք որ բացահայտ հայեր են, բաց հայեր իրականում, եւ մեծ մասը հայ առաքելական եկեղեցի, ընդհանրապես քրիստոնյաներ են, եւ առաքելականներ են, եւ նույնիսկ կաթոլիկ հայեր կան, եւ բողոքական հայեր կան։ Այդ 16 միլիոնի մեջ կան նաեւ հեթանոս հայեր որոշ չափով եւ աթեիստ հայեր։ Բայց պարզվում է, որ կան նաեւ մուսուլման հայեր, որոնք բաց ասում են, որ մենք հայ ենք։ Դրանց թիվը 5-ից 7 միլիոն է, որովհետև ինչու եմ այդպես ասում, որովհետև Թուրքիան եւ մի մասամբ Ռուսաստանը, որոնց մի մասը այնտեղ է ապրում այդ մուսուլման հայերի, այդ երկու երկրների համար բնակչության թիվը երևի պետական ամենագերագույն գաղտնիքներից մեկն է։ Էլ չեմ ասում կազմի մասին բնակչության։ Ուստի Թուրքիայի եւ Ռուսաստանի դեպքում, երբ որ գումարում ենք այդ երկու, հիմնականում Թուրքիայում են ապրում, ավելի ճիշտ ասեմ, Արևմտյան Հայաստանում, այսպես խոսենք։ Այդ հայերի թիվը 5-ից 7 միլիոն է։ Հիմա մենք պատմում ենք 23 միլիոն ենք, բայց երկու տարբեր կրոնների, լրիվ տարբեր կրոնների պատկանող։ Բայց հարցը սրանով էլ չի ավարտվում։ Կա նաև թաքնված հայեր, կրիպտո հայեր։ Եվ պարզվում որ սրանց թիվը շատ ավելի շատ է եւ գենետիկ հետազոտությունների անցկացնով իրենք անդադ պարզվում որ հայեր եւ դրանց թիվը գիտեք ինչքան է 25-ից երբեմն նույնիսկ մինչև 35 միլիոնի կարող է հասնել, ինչը կազմում է Թուրքիայի բնակչության այսօրվա բնակչության մինչև 40%-ը։ Իսկ դա նշանակում է, որ հայերի թիվը, եթե բոլորին գումարենք այդ 3 տեսակը, բացահայտ հայեր, բացահայտ մուսուլման հայեր եւ կրիպտո հայեր, այս արդեն գալիս է ձեզ մոտավորապես մինչև 46-ից մինչև 58 միլիոն հայ կա աշխարհում։ Այնպես որ հայերին ասել, որ փոքր ազգ են, քանակապես դա ճիշտ չի։ Եվ ավելին ձեզ ասեմ, եթե հայերը ժամանակին խելացի վարվեին, այսօր հաշվի առնելով այն բանը, որ Բագրատունյա թագավորության ժամանակ, նույն ժամանակ Անգլիայի թագավորությունը մեր թագավորությունից տարածքով եւ բնակչության նույնիսկ փոքր էր, մենք 5-6 միլիոն բնակչություն ենք ունեցել։ Միջնադարի 10-11-րդ դարում։ Անգլիան ընդամենը դրա կեսի չափ տարածք եւ ընդամենը միլիոն ու կես բնակչություն։ Այսօր իրենք անցել են 350 միլիոնի սահմանը Միացյալ Նահանգներում անգլոսաքսոնները։ Եթե հանենք այնտեղից տարբեր այլ տարերին եւս գումարենք դրանց անգլոսաքսոնական բազմաթիվ այլ երկրներ կանադան, այնտեղ գիտեք Ավստրալիան, Նոր Զելանդիա եւ այլն, հարավային Աֆրիկան, մասամբ դեռևս մնացել են Բելիզը եւ այլն, վիթխարի մի ազգ է առաջացել, ընդամենը նույն այդ 1000 տարվա ընթացքում, որտեղ մենք հետ ենք գնացել։ Այսօր ամենահամեստ հաշվարկներով հայերի թիվը առնվազն 256-ից 300 միլիոն։ Ինքն եմ ասում ես դեմոգրաֆիական տվյալները ձեզ։ Սա գալիս է ազգի քաղաքական ըմբռնման չափազանց ցածր մակարդակից եւ երբ որ դուք ասում եք եթե Իսրայելը մեզ ձեռք մեկնի մենք պիտի ընդունենք թե ոչ, հիշեցեմ ձեզ որպես պատմաբանի հատկապես մի ուրիշ կարևոր հանգամանք։ Էլի վերադառնանք միջնադար, բայց արդեն մլեհ իշխանի ժամանակները, երբ որ Կիլիկիայում մենք ունենք մի հոյակապ խելացի քաղաքագետ մեկը, որը փաստացի այդ թագավորության հիմքերը դրեց դեռ թագավոր չլինելով։ Իրենց հետո հաջորդը արդեն արքա դարձավ Լևոն Մեծագործը, այդ Ռուբինյան մեծ իշխանը, իսկապես մեծ իշխան բոլոր առումներով, մլեհը, եթե պետք է ուրեմն Հալեպի սուլթանի հետ դաշնակցում էր խաչակիրներին էր ջարդում, պետք էր խաչակիրների հետ համագործակցում էր թուրքերին էր ջարդում, հետո թուրքերի հետ համագործակցում չի։ Այսպես բոլոր իր հարևանները ինքը հարցեր լուծեց եւ Կիլիկիան սարքեց 40,000 քառակուսի կիլոմետր տարածքով պետություն, 1 միլիոն բնակչությամբ նույնիսկ ավելի, որտեղ 80%-ը հայեր են, 80%-ը։ Էժանակցի Անգլիան այդքան տարածքու բնակչություն չուներ։ Տարածք ուներ, բնակչությունը չուներ այդքան։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ինչքան է տարածքով, ինչքան է Իսրայելը, կրկնակի փոքր։ Ինքը մեզ փաստերը բերում։ Եթե մենք ունենանք այս տիպի ուրեմն մտածող քաղաքական վերնախավ եւ ժողովրդին հասցնեն այս մակարդակին, ձեր ասած հարցերի պատասխանները հիանալի ձևով ուրեմն ստանան իրենց ճիշտ լուծումը։ Հիմա տեսեք, այդ մլեհի գործունեությունը գալիս էր հազարամյակների այն քաղաքական վերնախավի կատարածներից, որը նա հասկացել էր որպես երկրի կառավարող եւ իր ուրեմն կազմել բավական խելացի մարդիկ են խորհրդականները։ Նայեք, իրենից մի 800 տարի հետո մլեհի քաղաքականությունը անգլիական վարչապետներից մեկը հետեւյալ կերպով ձևավորեց։ Ես միջազգային ձեր հարցի պատասխանին ասեց Անգլիան ունի հավերժական թշնամիներ։
Անգլիան չունի հավերժական բարեկամներ, Անգլիան ունի հավերժ շահեր, որոնց պարտավոր է հետևել։ Այն ինչ որ անում էր Մլեհը միջնադարում։ Հիմա այսօրվա դրությամբ, որpիսի մենք այդպիսի քաղաքական վերնախավ ունենանք, մենք պիտի Հայաստանը տեսնենք ազատագրված ռուսական լծից։ Դուք շատ ճիշտ եք, որ 35 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն քաղաքականություն չի վարում։ Իմ խոսքը այնտեղ կիսատ մնաց առաջին մասում, երբ որ ես ասում էի 10 վայրկյաներ մնացել։ Ասացի, որ հрьяաները հայերին շատ չեն կարող մեղադրել ինչ որ սխալներ գործան, որովհետև հայերը փաստորեն անկախ պետություն իրականում չունեն։ Եվ այն ինչ որ կատարվում, ասենք Իսրայելին մեզ նշանակել են թշնամի։ Ուղղակի Մոսկվայից նշանակել են թշնամի։ Ընդդեղից կարող են հրաման տալ, որ Պաղեստինը ճանաչեք։ Ճանաչելու են։ Հիմա, բայց Իսրայելը հակառակը որպես իսկապես անկախ պետություն, մերձարարություն արդեն ռեգիոնալ գերտերություն, որը Իրանի հետ կարող է կռվել, ճիշտ է Ամերիկայի դաշնակցությամբ իհարկե, զինադաշինքով, բայց եւ այնպես համեմատելի չի։ Իսրայելը եթե սխալներ է անում հայկական հարցում, արդեն ինքը լրիվ պատասխանատու է դրա համար։ Բայց եթե հայերն են անում, դա ոչ թե գալիս է որ հայերը հիմար են կամ բան, ուղղակի ինքնուրույն երկիր չեն։ Դա էլ իհարկե քաղաքական գերագիտության աստիճանության, ինչ պիտի մենք ինքնուրույն չլինեինք այսօր։ Եվ այդ հարցի ձեր պատասխանը հետևյալը կլինի բնականաբար արդեն այստեղից բխում է։ Եթե Հայաստանում կլինի ազգային շահերը պաշտպանող կառավարություն, իհարկե մեծ հաճույքով կսեղմի Իսրայելի մեկնված ձեռքը անպայման։ Եվ այն ժամանակ դուք հիշում եք, Հոյակապ գիտեք այդ պատմությունը 44 օրից առաջ եկել են հայերին առաջարկել են դրոններ, չէ՞ իսրայելացի։ Եղել է սա թե չէ։ Եղել է երկու անգամ, նախ 2000 ուրեմն 3-4 թվականներին է եղել այդ ժամանակ, Շատ լավ։ երբ որ առաջին անգամ եկան դեռ Քոչարյանի կառավարություններ, բայց Քոչարյանը լրիվ ռուսի սոապոգի տակ էր, դեմքով նստած, այսինքն Հայաստանը միթե այդ ժամանակ Ռուսաստանի ստրուկն էր, ուղղակի ստրուկ պետություն, եւ իհարկե առաջինը զանգեցին Մոսկվա զեկուցեցին, նրանք էլ ասացին հերո Ամերիկայի դաշնակցից, հերո հրյանից, գիտեք, սովետական միությունում ռուսական KGB-ի շատ հայտնի խոսքը կար, во всем евреи виноваты, հա, բոլոր դեպքերում հрьяաներն են մեղավոր, այնպես որ ամբողջ աշխարհում նույնիսկ գիտեք Էնաշյանի այդ մաղձը շարունակվում նույնիսկ Պաղեստինում, որ ասենք եթե ասենք անձրև չի գալիս մի քիչ Պաղեստինում, ասում են հрьяաների մատը խառն է կամ ասենք մի քիչ կամ ասենք բազե են խփում, ասում են այս բազեն հաստատ հետախուզական բազե էր, հետախուզում էր ասենք Իսրայելի համար, հասարակ բազե թռչուն, հա, այն աշճանի են հասել սրանց բանը, մեկ անգամ ուրեմն կարճ ասեմ 2003-4 թվականներին են եկել, մեկ անգամ էլ եկել են արդեն 44 օրից առաջ Դավիթ Տոնոյանին են նաև առաջարկել երկու անգամ էլ Դավիթ Տոնոյանը կարծեմ ասել էր, թե մենք ասենք ավտոբուսը կամ ասենք հեռասայլը կարող ենք RPG-ով խփենք, շատ ավելի էժան է, մեզ ինչ պետք է տրոնները։ Ես որ 2016 թվականին եկա ու մասնակցեցի համահայկական քարորյա պատերազմից հետո երկու անգամ եղել ենք, մենք Արցախ գախնի Երուսաղեմի Միացյալ Հանձնախումբը, Երուսաղեմի Պատրիարքի օրհնությամբ մենք հանդիպումներ ունեցանք Արցախում եւ բերել էինք այնպիսի միջոցներ Իսրայելից, որոնք ունեն աշխարհում ընդամենը երկու բանակ, Անգլիայի բանակներ եւ Իսրայելի բանակներ, երկրորդը, երրորդը Արցախում ունեցավ, այսինքն զինվորներն առաջին բժշկական օգնության մասին է խոսքը, այնպիսի միջոց, որ ասենք նույնիսկ ձեռք ու ոտք չունեցող զինվոր ինքն իրեն կարող էր առաջին բժշկական օգնությունը ցուցադրել, նույնիսկ թոքի վրա, ասենք թոքի վրա հրազենային վիրավորում ունեցող զինվորը կարող էր ինքն իրեն բուժել, ինքն իրեն ասենք ժամանակավոր դարման անել այդ տեխնոլոգիաների միջոցով եւ ասենք կենթանի մնալ մինչեւ կային իրեն էվակուացնեն ռազմի դաշտից։ Այսպեսի հնարավորություն ենք մենք բերել Իսրայելից։ Այս կարող եմ ձեզ տալ ես։ Հիմա ուր է այդ ամբողջ տեխնոլոգիաները։ Մնաց Ադրբեջանին։ Ձեր կարծիքով։ Ես մի ուրիշ բան ասեմ, ես չեմ ասեմ, այսինքն ասել կուզեմ այդ ժամանակ էլ եկան առաջարկեցին նորից ժամանակ արդեն Փաշինյանի կառավարություններ սրանք նորից մերժեցին, որովհետև ես հիշում եմ Ջոն Բոլտոնը ինչ ասեց, երբ որ վերադարձավ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, որ Հայաստանում հեղափոխություն տեղի չունեցել, ուղղակի տեղ ունեցել շատ հասարակ իշխանափոխություն։ Ուղղակի փոխվել է կառավարությունը, վեկտորը նույնն է մնացել, ամեն ինչ նույնն է մնացել, դրանով դրդված արդեն տեղավեն ռուսական բազան մնացել է, ռուսական բազան մնացել է, մենք հապվում ենք, ԵԱՏՄ-ի կազմում ենք, հիմա էլ էլի ռեգիոնալիստ ենք, փորձում ենք, այսինքն միակ իմ հաճելի
պահից, որից ես ոգևորվում եմ նաև, որ ասենք գոնե Փաշինյանի կառավարությանը այսպես ուժով տանում են միտեղ, գալիս են, ասում են սենց ենք անելու, չի կարող ասենք ամբողջությամբ ասի չէ, ի տարբերություն ասենք Սերժի, որ մեկ գիշերվա մեջ փոխեց իր ողջ այն կատարված աշխատանքը, այստեղ գյումրեցիները շատ հետաքրքիր խոսք ունեն, կարմիր կովի պատմությունն է, որ կարմիր կովը կտվում, հետո ոտքով խփում, կատը թափում է, լրիվ այս ասոցիացիոն պայմանագրի մեկ գիշերով Սերժի փոխել, լրիվ այս կարմիր կովի պատմությունն էր։ Մի Դա խոսքով, նշանակում է կալոնիա, գաղութ։ Դա ընդհանրապես դա է այո, նշանակում։ Գաղութը որոշեցին մնալ գաղութում այդպես գաղութ է։ ստրուկ ու Հիմա դրա պատճառով, այո։ ըստ իս դուք համարյա իմ փոխարեն պատասխանեցիք հարցին։ Այն հարցին, որ դուք եք տվել, դուք փաստորեն համարյա պատասխանեցիք։ Այդտեղ գրեթե բան չի մնում ավելացնելու, փոքրիկ երկու նկատառում, որ այդ նույն Դավիթ Տոնոյանը հայտնեց 44-օրյայի հետ կապված ռազմական հանձնաժողովը ազգային ժողովի ուրեմն հետաքննություն էր անում, իմիջիայլոց այդ բոլոր նյութերը լրիվ գաղտնիացրեցին, գցեցին արխիվ եւ լավ, եւ իրան գիտես ինչ հարցերից մեկը բազում հարցեր կա, բայց մեկը շատ ակնհայտ է, էլի, այսպես վառ օրինակ է, ասում է մեզ Մոսկվայից ասել էին, որ թուրքական F-10 ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի F-16-ները հանգարց չխփեք։ Այսինքն կարողություն ուներ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դա խփելու, բայց հանձնարարված էր չխփել, այսինքն այդ կողմից էլ էին ապավել։ Այսինքն ռինգում երկու բռնցքամարտիկ էին, որոնցից մեկի ձեռքերը կապել էին, հզոր մեկը, որ 1000 տարի շարունակ ծեծել էին հակառակորդին, հիմա այս հակառակորդի ձեռքները բացել են, հələ մի հատ էլ արունահոսություն են առաջացրել, որ ընդհանրապես ծնկի գային խեղճը, որ ձեռները կապել են ու ասում են դե հաղթի, դե հաղթում է, հաղթի։ Բայց այնտեղ Սփյուռքում գոռում են, որ մենք ենք հաղթելու, որպեսզի հանգարց Սփյուռքը օգնության չգա։ Եվ արևմուտքը եւս։ Ինչ եք կարծում, համապատասխան ուժերը դրսում ուժային կենտրոնները չեն տեսնում ինչա կատարում, այս ինչ խաղագնում։ Տեսնում են։ Ինչ եք կարծում այդ մեկնված ձեռքերի պատմությունը, որ դուք ասացիք, որ Բոլտոնը գնաց ասեց ընդե փաստորեն իշխանափոխություն չեղե, այդ Բոլտոնը ասենք ինչ ինքը նախարարից ավելի բարձր ստատուս ուներ։ Առաջի կադենցիայի ժամանակ Սպիտակ տան վարչակազմում ինքը նախարարից էլ բարձր ստատուս ուներ, կարգավիճակ ուներ, ու մի նախագահի մոտ չի աշխատել ազգային անվտանգության գծով խորհրդական։ Այսինքն սա ամերիկյան այն էլիտայի ներկայացուցիչներից մեկն է, որոնք շատ լավ գիտեն ինչ է, եւ գիտեն ինչ են ամերիկյան շահերը։ Հիմա ես վստահ եմ, որ երբ որ Հայաստանում կլինի այնպիսի իշխանություն եւ գործը դրան է գնում, դուք շատ լավ նշեցիք այդ փաստը, որ ձեզ դուր է գալիս, ինչպես նշեցիք նաև, որ մեզ քաշտալով տանում են դեպի ազատ աշխարհ, մի քիչ էլ մեր բոլորիս մատը այդտեղ կա, Արտյոմ ջան, գուցե նաև ձեր մատն էլ կա, գուցե նաև, չգիտեմ, որ մենք կարողացել ենք հասնենք նրան, որ Հայաստան, սա ցավալի է, ինչ որ տեղել ես ասեմ ձեզ արդյունային արգանապատվությունը կարող է մեր ինչ որ տեղ խոցվում է, բայց գիտեք ինչ, երբ որ քո հարազատը արդեն ռեանիմացիայի հիվանդ է դարձել, եւ ինքը ի վիճակի չի ինքնուրույն լքել հրդեհի գոտին, դու այո ստիպված ես նրան գրկել կամ դնել ինչ-որ պատգարակի վրա ու այդպես հեռացնել։ Հիմա արևմուտքը պատգարակներով եկել է եւ հայ ժողովրդին ոչնչացման զոնայից դուրս է հանում։ Այստեղ արդեն խնդիրը չէ հարցերը ում են տալիս, ինչ պատասխան են ստանում, ձերքը ում է մեկնում, ինչ են, ձերքը մեկնում է հայ ժողովրդին, ասեմ ձեզ։ Ես շատ կուզեմ, որ հայ ժողովուրդը ամբողջությամբ իր ազգային շահեր հասկանար։ Մեր խնդիրը որպես հայ մտավորականներ, պատմաբաններ, հասկանում եք, սա պիտի լինի։ Պատմաբանը հեքիաթ պատմող չի, գեղեցիկ պատմություններ չի, եթերներում, չգիտեմ, լայքեր ու չգիտեմ ինչեր կորզող չի, պատմաբանը ազգի բժիշկն է։ Եվ ինչպես բժիշկը պիտի բուժի անձի օրգանիզմը, պատմաբանը պիտի կարողանա, եթե իսկական կոչումով Աստծուց տրված պատմաբանը իր ազգի, իր հասարակության հիվանդությունները ախտորոշել, սա մեկ, երկրորդ բուժումները գտնել եւ երրորդ ստիպել, որ բուժվի, որովհետեւ դուք գիտեք, հիվանդները չեն սիրում այդ դառը դեղերը խմել, բայց անտեր այդ ճշմարտությունը միշտ էլ դառն է լինում, ցավոք սրտի։ Եթե մենք այս ամենը չենք անում, դրա համար մենք այս դառը խոսակցությունը հիմա վարում ենք ու ասում ենք, որ մենք շատ ցավում ենք, որ մեր այս լավ, այս քաղաքական ակումբներում կանգնած առնվազն 5-6 հազար տարվա ռազմական ու քաղաքական պատմություն ունենաց, էլ չեմ ասում 8-10 հազար տարվա լինգվիստիկ պատմություն, մշակութային պատմություն, այս մեր ազգը հայը այսօրվա դրությամբ ստիպված է
համակերպել են փաստի հետ, որ ինքը չի կարողանում գնալ ճշմարտության կողմը եւ իրան եկել են փրկելու, դնում են պատգարակի վրա, դուրս են անում։ Այդ ուրեմն ռազմական համատեղ զորավարժությունը թեկուզ խաղապահ մակարդակով են, Իսրայելի մեկնված ձեռքը, ամերիկացիների ժամանակին առաջարկած զենքը, այս նույն նախագահն էր այն ժամանակ առաջի կանդենցիայի ժամանակ, որ ասեց մենք սկանդինավյան խաղապահներ կբերենք կշարենք այն ժամանակվա ռազմաճակատի գծով, դա կնշանակեր, որ մենք այդ 12000 քառակուսի կիլոմետր հողը չէինք կորցնի։ Դա Yanlış. Արցախ էր, մասամբ էր ու մի մասով էլ Սյունիք էր իմիջիայլոց։ Կորցրեցինք, չէին կորցնի։ Մարդ ասեց Կոսովոյի տարբերակով կապներ, բարձ է, այստեղ խնդիրը Տրամփի կամ հանրապետական կամ այսինչ նախագահ ամերիկյան շահեր կան։ Այդ շահերից ելնելով էին իրենք այդ բոլորը մեզ առաջարկում։ Կապ չունի, որ Վիլսոնը դեմոկրատ էր, այսօր էլ ասենք թե Տրամփը հանրապետական է, բայց ասում եմ Ամերիկան ունի շահեր, Հայաստանի հետ կապված շահերը չեն փոխվել 100 տարի եւ ավել շարունակ։ Մեր ազգը դա չի հասկանում եւ չի ուզում հիշել ու չի ուզում երախտապարտ լինել, որ 132,000 հայ որփի մեկական ոսկի տալով այն ժամանակ ամերիկյան միսիոներները փրկել են առաջին աշխարհամարտից եւ հայոց ցեղասպանությունից հետո թուրքական ու քրդական ու չգիտեմ իսլամական հարեմներից ու եսին որտեղներից բերել են որփանոցներում պահել են, խնամել են, տո էլ ինչ ասես չեն սորեցել են մաթեմատիկա, էլ սպորտ, էլ զուտ մաքրություն ու բարեկարգություն, չգիտեմ ինչ եւ այլն դարձել են, նրանց աճեցրել են, ընտանիքներ են կազմել, 5-6 անգամ ավելացել, դարձել են 6-700,000 հայ ժողովուրդ, սովետական Հայաստանի միջուկը ստեղծել են այդ ամերիկացիները։ Ամերիկան, որպեսզի Թուրքիայում կարողանա այս իր ամբողջ գործունեությունը անցկացնել, անգամ պատերազմ չի հայտարարել Օսմանյան կայսրությանը։ Մենք երախտապարտ կլինենք այդ ազգին, որ 700,000-անոց Հայաստանի միջուկ է ստեղծել բնակչության, հասկանում եք։ Խորհրդային Հայաստանի միջուկը իրա փրկածներն են։ Հələ մենակ կանոնները թվարկեք։ Նայիրի Զարյանի պես բանաստեղծ, չգիտեմ Աղասի Խանջյանի պես քաղաքական գործիչ, որ տարան գյուլեցին ռուսները, գնդակարեցին։ Տիրը որ մեկին Պիրազի պես բանաստեղծ, որը այդ որփանոցներում ճիշտ է, հայրը չկար, մայրը կար, բայց այդ չեն կարողանում պահել։ Չլեին ամերիկացի կետ շիրազներ չէին կար։ Ու տենց հազարավոր մարդ, իմիջիայլոց Ռուբեն Վարդանյանի պապը, այսօր որ Ռուբենը ծառայում է ռսների եւ ծառայության դիմաց տանում շպրտում են Բաքվի բանտը, ամերիկացի չլեին պապ չեր ունենա, պապ չունենա ինչ Ռուբեն Վարդանյան, ոնց ես, լավ դու չես հասկանում տարբերությունը, տղա ջան։ Եվ ընդհանրապես մեր ազգը հասկանում է ինչի հետ է խաղում։ Հիմա դուք ասում եք ձեռք են մեկնել, նոր են մեկնել, քանի անգամ եւ ովքեր մի քանի այս հասկացող կառավարություն պիտի լինի երկրում։ Կլինի դա։ Կլինի կստիպեն իրեն, որ դա անի, կստիպեն, որ դա անի։ Ինքը թրիպն առաջարկում չէր ուզում, չէ՞։ այ Թրիպը ոնց եղավ։ Հիշում եք օգոստոսի 8-ը։ Եղավ նոյեմբերի 9-ը, ես սա ուզում անպայման շեշտել։ Կանչեցին Բաքվի այդ Ֆանիկին կամ Սուլթանիկին Մոսկվա, ստորագրում էին Պուտինի հետ նստած։ Պուտինն է գրել այդ ամբողջ տեքստը։ Ինքն է որոշել Հայաստանին կապիտուլացնել, ծնկի բերել, ոչնչացնել ու Զանգեզուրում միջանցք բացել, ոնց որ իր պապի Լենինը բացեց Գեմալի ժամանակ։ Իրենք են արել, սա իրենց պրոյեկտն է։ Հետո Տրամփը, այսինքն Ամերիկան, լավ ասենք, կանչում է Սպիտակ տուն, ասում է դե որ այտենց բաներ եք, քութիկներ եք Ռուսաստանի, լեմատեք եք Սպիտակ տուն։ Ամեն մեկի դեմ ասում է 3 րոպե քեզ 3 րոպե, կարդացեք, ստորագրեք։ Որը տենց է։ Եվ Հայաստանը փրկում է 99 տարով մենք մեր անկախությունը ապահոված է։ Այդ տրիպի մասին ուրիշ բան չի կարելի խոսել։ Հայաստանը այսօր սարքում են մերձարարքի վերահսկիչ կենտրոն։ Միտեղ էլ ասեմ, կավա հрьяաներն նույնիսկ նախանձում են հայերին։ Միտեղ էլ նաև այդ բանաձևով ուզում են ասել մենք եղբայրներ ենք, բան, վերջապես գլխի ենք։ Մենք իրոք եղբայրներ ենք։ Հələ մի հատ նայի դրանց գենետիկ կառուցվածքը եւ հայերի։ Չէ՞ որ հիվանդության միջայլոց կա որ մի մենակ բան ասեմ քամուր են։ ձեզ այստեղ Չի կարելի ասել։ հայերն ու հрьяաները միակ ժողովուրդն են, որ ասենք ունեն գենետիկորեն հայերի մոտ կոչվում է Երևանյան հիվանդություն, հрьяաների մոտ Երուսաղեմի Ասեք, սինդրոմ, Երուշալմի է կոչվում, Երուսաղեմյան սինդրոմ, ու միջերկրածովյան հայերից ու այո, հрьяաներից սերված ազգերը մենակ ունեն այո, միջերկրածովյան ավազի պետությունները, այո, երկրների ու ժողովուրդները, այո, որոնք որ սերվել են միայն հայերից ու հрьяաներից։ այո, Ես այո, առաջարկում եմ համեցեք։ տեղափոխվենք Իրան, շատ հակիրճ խոսենք նաև։ Տեսեք, այսօր շատ վերլուծաբաններ, այսպես Հայաստանում ցավոք սրտի, այնպիսի ինֆորմացիաներ են տարածում։ Մեկը կա ասում է Իսրայելը հայերը պետք է մեռնեն, ովքեր որ պաշտպանում են Իսրայելին։ Մարդիկ կան, որ մեծ մասը զանգվածաբար ասում է, որ ինչ էր Ամերիկան չոքացրեց Իրանը, Իրանը հաղթեց Ամերիկային, դարձրեց փալաս, ասենք Թրամփը դեմ կայլևս չունի եւ այն այս ու ընդհանուրապես իմիջ են բերում, այս խոսակցությունները
Փաստացի ստացվում է այնպես, որ նրանց որ լսես Իսրայելի օրական 2000 թիրախ հարվածներ հասցնելը իր 250 օդանավերով, Ամերիկայի եւս 200 օդանավերը ու էլ P-52-ների բերի կոմպլեկտի մասին չեմ ասում, մոտ Այսինքն իտոգը դուք իցանից արդյունքն եք ուզում, այդ Հա, պատերազմը ես ինչով ուզում եմ, ավարտել։ Ես ձեզ ասեմ, տեսեք, ես իմ կարծիքը ասեմ, այս ամբողջը դեռ սկիզբն է, իմ կարծիքով սա դեռ սկիզբն է, որտեվ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկացած խոշոր ռազմական գործողություններ իրականացնելու համար մոտ 5-ից 6 ամիս է պահանջում, անցյալ բարձր։ տարի դերևս հոկտեմբերին ես ասում եմ, որ հարվածելու են Իրանին, ինձ ասեն գժիտեր էին տնում, ասում են ինչ ես խոսում, ասում եմ, օքեյ, հիմա երկու ռազմանավ շարունակում է մնալ, ամերիկացիների դեպ ձեզ նորություն ասեմ, Իսրայելի հարավում Էլատում նոր ռազմաբազա են կառուցում, թիվը կոնկրետ մոտավորապես կարող եմ ասել, մոտ 5000 ամերիկացի զինվոր են տեղակայելու Իսրայելում, սա տարածաշրջանում փաստորեն դառնալու է, քանի որ Իսրայելի օդը լավ պաշտպանված է, քառաստիճան հակաօդային պաշտպանություն ունի, լազերն էլ հետը, ու ամերիկացիները որոշել են, որ իրենց բազան տեղակայեն նաև ուրեմն Իսրայելում, որտեղ նույն զինատեսակներից կրակում են, միասին աշխատում են, միասին էլ օդը փակում են, այսինքն շատ ավելի պաշտպանված կլինի ամերիկյան բազան, ու իմ կարծիքով սա դեռ սկիզբն է, այսինքն դեռ այս որ իբր Նատանյահուին Տրամպը հայոյել է, դրանից առաջ էլ էին Այդ հունիսին խաղերը հայոյել, լսեք, հա, չէ, այդ չէ, բազում։ գիտեմ, հասկանում եք, չէ, ուր եմ տանում, այսինքն Արտոն ջան, մեր ազգը դիվանագիտությունը չի հասկանում։ Ուզում եմ sense ասենք գրած լինի, մեկի ճակատին գրած լինի, սա ռուսական գործակալ է։ Այն մյուսը չի, այտենց չի լինում էլի։ Հետո այսբերգը դու տեսնում ես միայն վերի մասը։ Իսկ ներքևում կիլոմետրով հսկայական սառցալեռ է, որի մասին դու տեղյակ էլ չես։ Ախր ոնց կարելի է քաղաքականության մասին այդպես խոսել։ Դրա համար պետք է պրոֆեսիոնալ պատմաբաններ լինեն, պրոֆեսիոնալ քաղաքագետներ, հետո քիչ չկորսեն, ամենակարևոր բանը։ Ես ես պիտի ասեմ, որ դուք ճիշտ նկատեցիք, որ սա դեռ սկիզբն է։ Դե հիմա մենք ինչ ենք խոսում, ասենք երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել, չէ, այն էլ հիբրիդային։ 1920 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի վրա Ադրբեջանի Մոսկվայի ու Անկարայի կողմից կազմակերպված հանդիպմամբ հարձակմամբ ավելի շուտ հենց Մոսկվայի, լավ, Անկարան այնտեղ թույլ տրվեց ուղակի մտնել զոնա, որը խայտառակություն է, բայց Ռուսաստանի շահերից բխում էր։ Այս այն հին Լենին Քեմալ պայմանագրի շարունակությունն է։ Բայց մի հատ հետաքրքիր բան, այս պատերազմը չի ավարտվել, չէ՞։ ոչ, Այն 3 օրում Կիևը վերցնելը չի ստացվել, չէ՞։ Ըստ Ռուսաստան արդեն քարոքան դալում, չէ՞։ Բենզակալոն կան, աշխարհի բենզակալոն կան, այսօր բենզին չունի, չէ՞։ Այսօր Պուտինը արդեն աղերսում է ոչ միայն որ մայիսի 9-ը թողեն իրան նշեն, այդ Պաբեդաբեսիայի իր հայտնի այդ բանը միջոցառումը, որը Զելենսկու թույլ տվեց, դրես ես թույլ եմ տալիս որ իրականացնեք, այլև ընդհանրապես աղերսումը արդեն հաշտություն ինքը հասկանում է որ Ռուսաստանի վերջը եկել է, բայց միայն Ռուսաստանի չէ։ Այս Իրանի մասին, որ այս աղբանքությունները ասում են, բան, տենց մի հատ ներողություն էլի, իսկ դուք տեղյակ եք այդ ասողներ, որ Իրանը փաստորեն այսօր սովահար է։ Իրանի ամբողջ վերնախավը ոչնչացրել են, քաղաքական ու ռազմական։ Հաջորդ արդեն էշելոնն են ոչնչացնում, արդեն հաջորդ։ Իրանի բոլոր ռազմական ուժեր, որոնք ի վիճակի են ինչ որ ռեալ դիմադրություն ցույց տալու, կոտրված են։ Հորմուզը, որ ինքը սարքել էր աշխարհի դեմ ահաբեկչության ձև, փաստացի, տնտեսական, ինչու՞ միայն քաղաքական ահաբեկչության, էդ էլ են ձեռից խլել այդ գործիքը։ Իրան տալու են 300 միլիարդ դոլար իր սեփական սառեցված փողերից, այն էլ բանի տեսքով, կուկուրուզի բան, չէ, եգիպտացորենի բանի սոված է, այս ուղղակի սովահար են։ Այսինքն Ամերիկան Մարշալի պլան անում, բայց հենց Իրանի հաշվին, Իրանի ժողովրդին էլ պաստորեն ցույց է տալիս, որ պետական ղեկավարությունը այս խայտառակ սրիկաներն էին, որոնք այդ հարուստ երկիրը իրենք իշխում էին, իսկ դու սովի մեջ աղքատության մեջ էիր հայտնվել։ Հիմա իրանական շուկայա մտնում եւ դուրս է շպրտել ոնդեղից Չինաստանին։ Չինաստանի դեմ այս ամբողջ պատերազմը գնում է, ամբողջ երրորդ համաշխարհային պատերազմը, եւ այստեղ իր վասալներից մեկը պարտությանը հանգել, թե ինչքան էլ այնտեղ ռուսական, չինական, թուրքական եւ մյուս ռոպագանդա իսլամական հայտարարեն, որ Ամերիկան պարտություն կրեց բան։ Ժորժան, Ամերիկան հələ պատերազմը չի վերջացրել։ Ամերիկան պատերազմը չի էլ վերջ, այդ որ Վերսալում ինչ որ բան է ստորագրել, դա ոչինչ չի նշանակում։ Դա ուղղակի գիտեք ինչ կա, sense կարող ենք բացատրել, օրինակ Թրամփին պետք է որ այս ֆուտբոլի չեմպիոնատը նորմալ անցներ, հա, իմիջիաց այո, Իրանն էլ եկավ մասնակցել, այս մեկ, բավականին փողեր են գալիս։ Հետո ուրիշ պատճառներ են կան, հասկանում եք, ընտրություններ են։ Այս բանը միջանկյալ ընտրությունները որ գնալու են, իրեն անհրաժեշտ է որ բենզինի գինը իջնի, եւ կամաց իջնում, ասեմ ձեզ։
կամաց իջնում է։ Իսկ այդ նշանակում է, որ արդեն ամերիկյան ժողովուրդը ուրիշ կերպ կտրամադրվի։ Այս բոլորը կազմակերպվում է շատ ճիշտ ձևով։ Դրանից հետո ինչ կլինի կտեսնենք արդեն։ Ես վստահ եմ, որ չեն կարող թույլ տալ, որ իրենց կենսական, իրենց գոյությանը սպառնացող թշնամիները ողջ մնան։ Ոչ Ռուսաստանը կարող է այս տեսքով պահպանվել։ Ինքը 87 մարզ ու ես չգիտեմ հանրապետություն ու երկրամասունի այդքան պետություն է առաջանալու կամ դրանցից ֆեդերացիաներ փոքրիկ։ Եվ նույնը վերաբերում է Չինաստանին, ասեմ ձեզ, Չինաստանը այն ինչ որ հիմա անում է, ինքը արևմուտքի փողերով 19-րդ դարից դուրս եկավ հասավ 21-րդ դար, ու այսօր սպառնում է այդ նույն արևմտյան աշխարհի արևմտյան քաղաքակրթության, քրիստոնեական արևմտյան քաղաքակրթության գոյությանը, սա իրան չի ներվի։ Ախր ամերիկյան պրեզիդենտի 71 թվականի այցից առաջ Չինաստանում ինձ իրենք են պատմել, ես այնտեղ եղել եմ։ Ներսից ուսումնասիրել եւ բանակը եւ ամեն ինչը եւ քաղաքական համակարգը եւ հասարակություն չինացիների բարևը, ասենք ամերիկացի ոնց են իրար կամ անգլոսաքսոնը, չէ, ողջունը sense how do you do, այսինքն ոնց է գործերը ոնց են գնում, ոնց է անում, չէ, դե գործարար ժողովուրդներ են։ Վանեցիք ոնց էին իրար ողջունում, չէ, ասենք տեղինքանի, այսինքն տեղին է ոսկին քանիս է, այսինքն կուրսն էին արսում ֆինանսական։ Բնական է, ողջունի ձև է։ Բայց չինացիները իրար հարցրել են ինչ հաց կերել ես, էս էր իրենց ողջունած, կամ սովահա երկրում, այսօր իրենք սարքել են, չգիտեմ, մի հատ փչովի վիշապ ու կարծում են, որ աշխարհը գրավեն։ Անհնար է, դու այդ փորձը արել է նաև սովետական միությունը, իհարկե ավելի կոպիտ ու վայրենի ձևով, տեսանք ինչի վերածած։ Երրորդ կործանումը ռուսական կայսրության կլինի վերջնական, բայց սա նաև կլինի աշխարհաքաղաքական վիճակի, կարծում եմ, մի հատ փոփոխություն երկրագնդի վրա։ Ամեն ինչը գնում է դրան, մարդիկ դա չեն տեսնում։ Եվ այս մահվան պայքարը, որ մղում են այս չինական կոմունիստա-ֆաշիստական ռեժիմի վասալ երկրները, լրացուցումով ասում, ինքը զոհ տվեց Ռուսաստանից, ինքը զոհաբերում է այսօր Պարսկաստանին։ Հələ չեմ ասում, որ մնացած երկրների վրա թքածում Իսրայել, Հայաստան, Ուկրաինա, թե ինչ կլինի իրանց հետ։ Հասկանալի է, որ այդպես է։ Բայց իր բոլոր վասալներին հերթով զոհ է տալիս։ Այն Հյուսիսային Կորեային էլ է զոհ տալու, ուրիշ տարբերակ չունի։ Պիտի վերջում նրան էլ դի արդեն մարտադաշտ։ Արդեն նետել է շատ տեղերով։ Եվ արդյունքում ինքը շատ ուրախ է, որ այս պատերազմի միջոցով երկարաձգվի եւ կուզենար, որ շարունակվեր, բայց այս ուրեմն պաուզաները, որ արևմուտքը տալիս է, սա շատ բազմանշանակ եւ հեռու գնացող հետևանքներ ունեն։ Եվ իհարկե անընդհատ կուզենար, որ տրվեին, այդ հրթիռային պաշարները սպառվեն, մյուս ռեսուրսները, չգիտեմ, վառելանքից սկսած մարդկային, կադրային ռեսուրսը, ռազմական եւ այլ։ Չէ՞ որ այդ ամենը հետո Թայվանի ռազմաճակատը բացվելու, չէ՞ որ այնտեղ կկռվեն, այս ամեն ինչը այնտեղ է գնալու, որպեսզի այդ ամեն ինչը ինչքան հնարավոր է սպառվի, թուլանա, բան եւ երկարաձգվի իր ոչնչացման ժամկետը, չինական կոմունիստական ռեժիմը աշխատում է, որ այս կողմի վրա պահի պատերազմների հրդեհը, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, եթե հնարավորություն այսօր Աֆրիկայում է գնում իմիջիայից իսլամիստների ձեռքով պատերազմ, կոմունիստական ռեժիմները փորձում են գլուխ բարձրացնել Լատին ամերիկյան երկրներում, բայց ինչ որ USAID-ին հիշում եք ոչնչացեց Թրամփի ռեժիմը։ Այդ USAID-ին դրանց սնում էր եւ ի շնորհակալություն ստանում էր սոցիալիստական նոր ռեժիմներ, ամբողջ Լատինական Ամերիկա։ Հիմա փակել են, չկա այդ բանը, որ դիլում էին դրանց։ Եվ արդյունքում իրար հետևից 8 երկրում արդեն աճ կամ էլ ազգայնական ուրեմն ուժեր են իշխանության եկել։ Սա ասեմ գլոբալ հզոր պայքարը սա չի կարող ավարտվել։ Սա կավարտի միայն այն ժամանակ կամ արևմուտքը կոչնչանա, ել եմ ասում աշխարհագրական արևմուտքը նկատի չունեմ, կամ այս բարբարոս բռնապետական ռեժիմները։ Անհնար է, ուրիշ տարբերակ չկա, հաշտություն իրանց միջև չի կարող լինել։ Այնպես որ այդ սրա մասին է խոսքը, թող չուրախանան, որովհետև ասում հայերը պիտի ուրախ լինեն, որ այդ մոլայական ռեժիմը վերանում է։ Ինչ վերաբերում է բան, որ ասում Իրանը կկործանեն, կմասնատեն, չի լինելու տենց բան։ Ընդհակառակը, ապա իսլամացված, իսլամազերծված եւ ասեմ ձեզ դեպի իր հին մշակույթ Աքեմենյան ժամանակները վերադարձած Իրանը ինքը կարող է դառնալ արևմուտքի հզոր դաշնակիցը։ Այդ իսլամական օվկիանոսը վերանումը շատ կուզենա դա նաև Իսրայելը։ Ես զգում եմ, որ օրինակ Նաթանյահուն շատ ավելի է ուզում շահին գահի վրա, քան անգամ Թրամփը, բայց միգուցե հետո գլխի գամ, որ այտենց էլ տինի։ Բայց այդ Իրանի ժողովրդից է կախված, մենք չենք կարող թելադրել։ Եթե իրանք ուզում են շեր եւ խորշերը, թող ուզեն։ Բայց այդ Իրանը արդեն ձեզ ասեմ, ստանա ոչ միայն իր ամբողջ այսօրվա իրական տարածքը,
այլև գումարած դրան իր նախասում մյուս երկրներ հետ, ապա իսլամացած Աֆղանստանը կմտնա դրա մեջ, Պակիստանի կեսը, որ իսլամա եւ ուռուցկա եւ Հնդկաստանի համար չարորակ ուռուցք։ Եվ ամբողջ Միջինասիան, որ նախկինում իրանական տարածք է եղել, ինքը կոչվում էր Թուրան, բայց դա հյուսիսային Իրան էր, Տաջիկստանը, այսօրվա Ուզբեկստանը, Սամարղանդը, Բուխարը եւ այլն, մինչեւ Урալը այդ ամբողջ սարմատա սկյութական իրանական տարածքները վերածվել դա վիթխարի մի հատ իրանական հզոր արիական կայսրության է վերածվելու։ Իմիջիայլոց Աֆղանստանը այսօր էլ իր ավիաուղիները կոչվում է Այր Արիանա, Էյր Արիանա։ Ինչևէ, սրանա գնալու գործը եւ իրենք բնական դաշնակիցներն են արևմուտքի։ Նենց որ Իրանի հարցը այսպես է ավարտվելու, եթե ավարտվի։ Իմ կարծիքով առավել հավանական տարբերակներից Եվ մեկը դա է։ վերջին հարցը, ասենք, արդեն մեր ժամանակը սպառվում է շատ հակիրճ, այ ասենք Հայաստանի հետ կապված այս համանդրական դատարանի ուրեմն դիմելու ընդդիմության հարցերը, այս ընտրությունների հարցերը հիմա ասում են, ասենք գրում է, չէ, արևմտյան մամուլը, որ պետք է եվրոպական ղեկավարները Ուրսուլա ֆոն դեր Լայնը պետք է գա, Մարտակոսը պետք է գա, այսինքն շատ կարճ խնդրում եմ, այ ասեք, ինչ ապագայում է սպասվում։ Գիտեմ, որ այսպես Ուրսուլան շատ այսպես ուժեղ տիկին է։ Այլուն ապագա է սպասում Հայաստանի Արտем ջան, մենք դրան պիտի նպաստենք, հասկանում եք։ Ես որ ասեմ սցենարիստ ազգ պիտի դառնանք ի վերջո հրշեջազներ։ Հիմա մենք մտածում ենք ոնց հանգցնենք հրդեհ, այնիշ մենք դի սցենարներ տա, մենք տվել ենք։ Ուրսուլան հենց այնպես չի գալիս։ Պելոսին էլ հենց այնպես չէր գնացել, ես ես ասեմ, փողոքրիկ մի քիչ գաղտնիք են բացում։ Այս ամբողջ բաների մեջ սցենարները, որ հիմա գնում են, մեր մատը մի քիչ խառն է։ Մեր կազմակերպությունը փոքր է իր ընդհանուր քանակական կազմով, բայց մենք բաներ ենք արել, որոնք մարդկանց գլխով չի անցնում։ Հեղաշրջում ենք առաջացրել անգամ այն հարցում, որ Էրդողանը Համասի հարձակումից հետո իմիջիայլոց Պուտինի ծննդյան օրը 23 թվականի հոկտեմբերի 7-ին Էրդողանը միտինգ արեց Անկարայի այրապորտում, 1 միլիոնանոց միտինգ Պաղեստինի, Թուրքիայի եւ սև բաների դրոցներով իսլամիստների եւ հայտարարեց, որ մենք մի օր կթակենք Իսրայել, գիշեր, օրել չած, գիշերը կթակենք Իսրայելի դուռը, ինչպես 1915 թվականի ապրիլի 24-ին հայերի դռներն էին թակում այդ թուրքական բարբարոսները։ Իսրայելացիներին սա բացատրված է։ Շատ շատերը արդեն գիտեն Իսրայելցիները Ամերիկան, ասեցին թող բայց հիմա ասին թող ահա, հիմա տեսեք, ես գիտեմ, հիմա տեսեք Հայաստանին ինչ է սպասում։ Այս բանը, գիտեք ինչ, արևմուտքին ուզում են պղծեն ամեն կերպ, թե տեսեք այս ձեր պաշտպանած ներկայացուցիչը, բան, այնտեղ սահմանադրական, այս ինչ խախտումներ, բան, հասկանում եք հատուկ է սա արվում։ Այս խաղը որ գնում է, ես չեմ ուզում ոչ մեկի անուններ տալ, ոչ մի ուժերի մասին խոսել, հատուկ սցենարով գնում է, բայց արևմուտքը աշխատում է լրիվ այլ կերպ։ Տեսեք, Թրամփը շնորհավորեց եւ ասեց, «Էս իմ ընկերն է», ու ասեց Հայաստանը պետք է մեծ լինի։ Իր մայիսի 27-ի շնորհավորանքը Հայաստանին, դա ուղղակի վերջի տողերը կարդացեք, Make Armenia Great Again, այսինքն մենք 10 տարի ավել Ամերիկայում ասում էինք այս լոզունգը, հեռուստատեսությունում գրում էինք, իհարկե դրա համար գուցե փակեցին մեր հեռուստատեսությունը, Հայաստանը ռուսական ագենտուրան ամեն ինչ արեց դրա համար, բայց այսօր ամերիկյան վերնախավը իր նախագահի բերանով ասում է Make Armenia Great Again։ Եթե նրանք ուզում են Հայաստանը մեծ դարձնել, ինչա թողելու են այս մանր-մունր խաղերի մեջ կորի Հայաստանը, իհարկե չէ։ Բնականաբար սրան այնպիսի լուծումներ ա տրվելու, որտեղ ռուսները եւ չինացիք չեն էլ ակնկալում, թե ինչպես իրանք կարողացան, ասենք, փորձել ուրեմն հայերին քաշեցնել նողկալի փոքր մանր ճաճային խաղերի մեջ, բայց Ամերիկան կարողացավ մի հատ ուրիշ տրիպը ինչպես արեցին։ Չէ, լրիվ փոխել, չէ, խաղի կանոնները։ Հիմա նույնը ստեղ է կատարվելու եւ չեն նայելու այդ հարցերին։ Մենք ակնկալենք դա, կտեսնենք, ես շատ փակագծեր չեմ ուզում բացել, ես հասկանում եմ, որ շատ բաներ մենք իրար կես խոսքից կհասկանանք, հույս ունեմ, որ մեր ժողովուրդը կամաց կսկսի հասկանալ եւ աջակցել այն մարդկանց ու այն ուժերին, որոնք իր փրկությունն են ուզում։ Բայց գիտեք ինչ, խեղտողների փրկությունը առաջնորդին իրանց ձեռքում է։ Եթե իրանք չուզենան, մենք ինչքան էլ փորձենք հատակից բարձրացնել, չենք կարողանում։ Դե իրենք աշխատեն, հասկանան այս գաղափարները, որոնց տարածումը շատ կարևոր է։ Լսեն Ուկրաինայից մեր ընկերոջ ասածները, որը շատ լավ բաներ է բացատրում։ Ձեր այստեղից Երուսաղեմից տարածած այս նյութերը Իսրայելից ավելի շուտ մեր կողմից էլ որոշ բաներ բացատրում են Երևանից կլինի, Լոս Անջելեսից կլինի, Կանադայից կլինի։ Եվ կամաց ճիշտ գաղափարի գալու դեպքում շատ հասարակ կերպով ոնց որ ասում Աստծո կամոք ու զորությամբ այն Հայաստանը, որի դրոշի հետևում կախված է, վերականգնվելու է ազատ, անկախ միացյալ Հայաստանը։
Կարճ ասեմ, Եղավ, մեծ հայքը։ Այդ մեծ շնորհակալություն։ հայքի դրոշը մենք տեսնելու ենք ծածանվելու է արևմտյան եւ արևելյան Հայաստանի բոլոր հողերի վրա Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով։ Լինելու է դա։ Եթե այսպես ասում եմ, Ներժե ասում էր, վեհանում են, մեծանում են այն ազգերը, որոնք հետևում են մեծ գաղափարների։ Եղավ, ուրեմն շնորհակալություն ձեզ, շատ հետաքրքիր, շատ ուշագրավ, շատ գեղեցիկ, ուրեմն հարցազրույցի համար ընդհանուր սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք լայք ու կիսվեք, որպեսզի առավել մեծ քանակությամբ մարդիկ կարողանան տեսնել ու նաև ծանոթանալ մեր հայ ազգի մտավորական սերուցքի հետ։ Հիշեցնեմ, որ այսօր մեր հարցազրույցի մեր հաղորդման հյուրն էր Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մնացական Տեր Խաչատրյան Սպագրատունին, շատ շնորհակալություն ձեզ եւ հուսամ, որ Մենք սա ենք ձեզ մեր շնորհակալ։ այո, բացել ենք մեր, ասենք, աշխատանքային, այսպես շատ ջերմ փոխհամագործակցության ուղին, Աստված մեր հայ ժողովրդին պահապան եւ Հայաստանում եւ Սփյուռքում։